Ֆունկցիաները ժողովուրդ իրականում տենց մենք լիքը օգտագործել ենք, ահավոր շատ։ Ինչ որ տեղեր եղել է, որ ինչ որ մեթոդ կոչվող բանն ենք օգտագործել, իրան սխալմամբ ֆունկցիա ենք անվանել։ Իրականում առաջի դասին առաջի անցած մեր բանը ֆունկցիա է եղել։ Մեր սիրելի print-ը։ Print-ը ինչ է անում։ Ինքը ինչ որ ինստրուկցիաների հերթականությունն է, որ դու ինձ SSS տեքստերը կարաս նշես, ասենք, sep-ով ոնց իրար կպցնեմ, end-ով տարբեր print-եր ոնց իրար կպցնեմ, ու ես իրան կտպեմ։ Պայմանավորվածություն է, տրանզակցիա է։ Դու ինձ տալիս ես, ես անում եմ այս գործը, քեզ հետ եմ տալիս ես։ Այդ սա մեր ֆունկցիայի գաղափարն է, ու հիմա կսովորենք արդեն թե ոնց կարանք մենք սարքենք ֆունկցիաներ ու տարբեր նրբություններ իրենց հետ կապված։ Մի հատ արագ թեթև մոտիվացիոն օրինակ որպես պատկերացրեք, տենց այստեղ չայով եմ դրա օրինակը, կարայի պատկերացրեք ժողովուրդ, ոնց որ տանն եք, ոնց մի հատ չայ բան ունեք, չայ բաժշիշ ունեք ու կարող եք մենակ մի հատ չայ սարքեք ու հիմա հերթով հյուրեր են գալիս։ Այս առաջին հյուրն որ գա, իրան հասնելու ենք, ասենք, ինչ չայ ես ուզում։ Սև, կանաչ, մրգային, ոնց ես ուզում։ Ինչքան քաղցր ես ուզում։ Լիմոն գցում եմ, թե չէ։ Այդտենց հարցեր ենք տալու, ու դրանից հետո ինչ որ process է լինելու, որ ջուրը դնել եռա, համապատասխան քանակի քաղցր ավելացնել, բանման։ Եթե այդպես կոդով փորձենք պատկերացնել, sense կլինի, չէ՞, ինչ որ մարդ մեկ տեսակը input, հետո սա ուրիշ input, ու այս նույն process-ը։ Ահա, այստեղ գրում ենք ինչ որ բան։ Հա, այս մեկը float տիպ պետք է լիներ, չկարողացավ աշխատի, բայց ոչինչ։ Ու հիմա ժողովուրդ, եթե հաջորդ մարդը գա, մեր S-բա իմացած գիտելիքներով, մեր լուծումը լինելու է սա, չէ՞։ Այսինքն, պրոստը սիրուն գալիս ենք այս ամեն ինչը copy ենք անում, այստեղ ոնց որ չի օգտագործում փոփոխականները, բայց տարբերելու համար անունները փոխել եմ, բայց էականն է ինչի, էականն է նա, որ ունենում ենք կրկնվող կոդ։ Մի հատ ցենց bootmat-ի օրենք հիշեք, որ եթե ինչ որտեղ կոդի կրկնություն եք տանում, այդ նշանա նրա, որ կարող է ինչ որ բան կարենք ավելի լավ անենք, всё-таки։ Միշտ այդ հարցը տվեք, եթե ինչ որ լիքը կոդի կրկնություն եք տեսնում։ Ահա։ Ոստեղ այդ հրաշք բանը կարա անի ֆունկցիաները։ Ֆունկցիան ոնց որ կկատարի բանի դերը։ Այն ապարատի, որ տենց գնում ենք, կտեսնում ենք ինչ ենք ուզում, չէ՞։ Այսինքն ինչ որ պայմանավորվածություն կա թեյ սարքելու, կա որ ասում ես ինձ սև 2 հատ լիմոնով, սարքում տալիս է։ Հիմա այդ կկազմակերպենք մեր մոտ այստեղ։ Մի քիչ շատ երևի խոսացի այս մոտիվացիոն օրինակից, բայց դե հա։ Եկեք անցնենք կոդի, տեսնենք ոնց են կազմակերպում։ Այստեղ կնայենք այս օրինակով, որտեղ մարդու մուտք ենք վերցնում անունի, ասում ենք բարև մարդ, ու սկսում ենք տենց ինչ որ լիքը հարց ու փորձ անել։ Մի հատ ինչ որ երկար մեծ print է։ Հետո երկրորդ մարդու համար նույնն է, երրորդի, չորրորդի եւ այլն։ Ոնց է կազմակերպենք ֆունկցիաներով։ Այս process-ը, որ մենք տպում ենք այսքան երկար բանը, մենք կարանք սրա անունը դնենք, ուղղակի ասենք բարևել կամ հարց ու փորձ անել։ Ու դա սահմանելու համար վարվում ենք սենց։ Ասում ենք def նշանակում է define, սահմանիր։ Հարց ու փորձ անել։ Սահմանիր, թե ինչա հարց ու փորձ անել, այսինքն։ Հետո դնում ենք կլոր փակագծեր, այստեղ փակագծեր ենք դնում, որովհետև իրականում պետք է ինչ-որ մուտքեր տալու հնարավորություն ունենանք, զուտ հələ դեռ մուտք չունենք, ու դնում ենք մեր ավանդական միջակետը։ Ու դրանից հետո գայս ենք դնում ենք մեր էլի ավանդական tab-ը, որ ասենք սա պատկանում է ֆունկցիային։ Հիմա որ սա աշխատացնեմ, ոչ մի չի լինի։ Դե մենք հələ դեռ ուղղակի սահմանել ենք, թե ինչ է նշանակում հարց ու փորձ անել։ Ու հիմա եթե կոդում ես գամ ասեմ, օրինակ, հարց ու փորձ անել, հենց սենց ուղղակի գրեմ, սա կնշանակի, որ հենց սա տեսնես, արի այստեղի կոդը վերցրու ու աշխատացրու։ Սա համարժեք է AS-րն։ Ուղղակի ահա որ ավելի կարճ։ Հետո նույն ձևով երկրորդ մարդու համար, ուղղակի երկրորդ մարդու համար ենք ասում, սենց հարց ու փորձ անել, ահա։ Ու այս է սիրուն աշխատումը։ Արդյունքում ունեցանք շատ ավելի հակիրճ կոդ, շատ ավելի հասկանալի կոդ, ու ընդհանրապես, եթե ինչ-որ բան կա, որ կարող է մի քանի տեղ օգտագործեք, ցանկալի է իրան սարքել ֆունկցիա։ Ընդհանրապես, եթե ինչ-որ օգտակարոտ բան եք սարքել, որ նույնիսկ, ասենք, ձեր հիմիկվա արած գործի մեջ մի անգամ է օգտագործվում, մի մոռացեք, որ վաղն էլ մյուս գործն է լինելու, չէ՞։ Կարող է այդտեղ պետք է օգտագործել։
Դա համար ոնց որ հիմիկվանից մի հատ խորհուրդ, որ բռնեք ամեն ինչ որ սարքում եք, սիրուն հաճելի ֆունկցիաներով սարքեք ու ինչ որտեղ պահեք, հետո ահա որ օգնելու է։ Ես այդ բավականին ուշ եմ սկսել անել, բայց սկսելուց հետո ինչ որ նոր պրոյեկտի վրա աշխատելուց շատ ավելի բարձր է արարագությունս լինում, որովհետև ոնց է չլինի կրկնվող կոնցեպտ կտորներ էին լինում, որ պետք էին, ու ես արդեն պատրաստի սիրուն այդ ամեն ինչը սահմանած ունեի։ Դրա համար արժի ակուրատնի գրել այդ ամեն ինչը ու արժի ստեղ մի հատ ստոպ տամ, տեսնեմ հարցեր կան, թե չէ։ Okay։ Դա լավ։ Այս մեկը այդքան է հետաքրքիր ֆունկցիա չէր, որովհետև ըստ ամեն անգամ նույն բանը անում էր։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ ֆունկցիա, ինչ ոնց կարանք տանք ինչ որ մուտքեր ու այդ մուտքերի համար ֆունկցիան աշխատի։ Օրինակ էս round ֆունկցիան, ստեղ եթե իր օգնող բանն են, գրած է round, փակագծերի մեջ number, հետո n digits հավասար է none։ Այս ի՞նչ է նշանակում։ Մենք round-ին տալիս էինք թիվ, չէ՞։ Մենք չենք ասում կլորացրու։ Չէ, մենք ասում ենք կլորացրու այս թիվը։ Մենք կլորացրու 3.5-ը, դարձնում էր 4։ Կարենք ստեղ նաև նշենք 3.5-ը, եկեք սա դարձնենք այսենց, ասենք 4-նիսի ճշտությամբ հարա, 4-նիսի ճշտությամբ կլորացնենք։ Ոնց դա կազմակերպենք ստեղ, այս դրա համար մեզ պետք է ուղղակի այս փակագծի մեջ գրել մի հատ փոփոխականի անուն։ Ստեղ փոփոխականի անունը գրել եմ ուղղակի name, ու հիմա, եթե ես այս ֆունկցիայի ներսում գրեմ ինչ որ name-ը օգտագործեմ, ստեղ ասենք օրինակ գրեմ բարև name։ Սա կբերի նրան, որ երբ որ այս ծրագիրը բերենք աշխատացնենք, էլի հարց ու փորձ անենք ու ժորդ, ստեղ եթե ուղակի գրեմ հարց ու փորձ անել փակագծեր, ինքը չի աշխատի։ Ասի հարց ու փորձ անելը պահանջում է միան դիրքային արգումենտ name-ը, դու չես տվել։ Բայց հիմա եթե ստեղ գամ գրեմ այս մարդ 1-ը, այդ անունը տանք իրա։ Տեսեք արդեն ինչ է, ասում է բարև ու այն ինչ մուտք արեցինք։ Այսքան ինքը վերցնում է այստեղ գրված, այստեղ ինչ գրել ենք, այս մարդ 1-ը, հասկանում է որպես name ու ստեղ ներսում օգտագործում։ Ռուբեն, լսում եմ։ Մի հատ հարց տամ էլի, այդ վերջի տողում, որ գրում եք հարց ու փորձ անել, ինքը print-ով է գրվում, չեք գրում, որտեղ վերջի տողը միշտ print է արվում, թե այն սենց է գրվում։ Չէ, այստեղ ոնց որ կարամ ստեղ մի հատ ուրիշ բան դնեմ, ասենք ստեղ եկեք print 1 դնեմ, որ ինքը վերջի տող չլինի։ Տեսնենք, որ նույն ձևը աշխատում։ Իր արած դերն է, որ ինքը ուղղակի այստեղի ծրագիրը աշխատացնում է, ինչը անել, այսա մի քիչ ինտուիտիվ չի լինի երևի, բայց եկեք հասկանանք ինչ է լինում։ Այս դեպքում ստեղ այս տպելուց հետո մի հատ նան է տպում, որտեղ ֆունկցիաները նաև ունեն դեր, որ մեզ վերադարձնում են ինչ-որ արժեք, այս ֆունկցիան հələ չի վերադարձնում ոչ մի արժեք, որտեղ չգիտենք այդ ինչ է անում, դրա համար այսա print-ով անելու ուղղակի վերադարձնելու է, տպելու է ոչ մի բան։ Բայց այս վերադարձի մասին մի քիչ հետո կխոսանք, այս ուղղակի տենց թեթև ակնարկ ապագայից։ Ահա, եթե էլի հարց կա նշում եմ, եթե Չէ, չէ, մերսի։ շատ լավ, եթե չէ, Ղևան նշում եմ։ Հայկյան ձեր ձեների անդադ սուսուր պինում գալիս կդրտում է էլի։ Հա, սկսած Տանդարանում ոնց պրոբլեմներն որ։ է։ Հա, մերսի, մերսի։ Դե ուրեմն վիդեոին հաջող ասենք։ Հաջող վիդեո։ Հիմա ոնց է։ Okay է։ Ահա, մի հատ բուտ տեսա։ Հա, շատ լավ։ Մերսի շատ զգուշացնելու համար ու ով չաթում գրել էր ձեզ էլ մերսի։ Չաթին ուղղակի չի հասցրել նայեմ։ Ցանկալի է ասեն ժամանակ միանգամից ձեռ բարձրացրեք էլի։ Ու հենց տենց միանգամից էլի։ Եթե մեկը ինչ որ բան կա, որ կրկնելու կարիք կա, որովհետև չի հասկացվել, կրկին խնդրում եմ ձեռ բարձրացնել։ Կամ եթե հարց կա։ Okay։ Ահա։ Դա լավ։ Ստեղ ժողովուրդ, մի հատ ուղղակի կարևոր նշում, որ այս սրա մասին հաջորդ դասին, բայց կարևոր է հասկանալ, որ այստեղ այս name-ը որ գրել ենք, ինքը ուղղակի վերաբերվում է այս ֆունկցիային ու վերջ։ Եթե ես այդտեղ ասեմ print name, ինքը կասի բարեկամ, ի՞նչ name։ Ես name չեմ ճանաչում։ Name-ը ուղղակի պետք է եղել այս ֆունկցիային ու վերջ։
ինքը ընդհանուր ծրագրին չի պատկանել ինքը զուտ այդ ֆունկցիայի մեջ է պետք է։ Նույն կերպ եթե այստեղ ասեմ name-ը հավասար է 1 օրինակ ու հետո ասեմ հարց ու փորձ անել ու այստեղ ինչ որ բան գրեմ, a այդ 1-ը կորելու գնալու է, այդ 1-ը ոչ միտեղ չի օգտագործելու։ Դեռ այս սա ուղղակի ինչ որ ցանկացած անուն է, կարևոր չի, դրսում կա, չկա, այդ ճիշտ ինչ որ չափերով կարևոր է, բայց դրա մասին հաջորդ դասին ենք արդեն խոսալու էլի։ Էս էլ ոնց որ թեթև ակնարկի կարգի։ Հա։ Ուժորդ նույն կերպ ոնց կարանք ունենանք մի հատ մուտք, կարանք ունենանք մի քանի հատ մուտք։ Այստեղ մի հատ ահավոր օգտակար ֆունկցիա է գրած, որ եթե մտնում ենք պոնչիկանոց հաշվում է, ինչքան պետքա ծախսենք։ Մենք այստեղ ասում ենք def հաշվել ծախսը, ու հիմա եթե ուզում եմ երկու մուտք տամ, ստորակետ եմ դնում արանքը։ Այս պարաբելը պարտադիր չի։ Ստորակետ ուղղակի առանձնացնում եմ։ Ասում եմ պոնչիկների քանակ ու պոնչիկների գին։ Ու այս ֆունկցիան գրած է, որ ինքը տպում է պոնչիկների քանակ անգամ պոնչիկների գինը։ Իրական կյանքում sense ֆունկցիա չենք հանդիպի, իհարկե, շատ փոքր բան է անում, որ ֆունկցիա լինի, բայց դա։ Ուրեմն եթե այստեղ օրինակ ասեմ հաշվել ծախսը 350, ինքը աշխատած տպեց այստեղ մեր մոտ 450։ Հա, մուշակ լսում եմ։ Ստեղ մի հատ հարց տամ, ստեղ որ ֆունկցիան սահմանել ենք ու տակը կանչել ենք երկու հատ արժեք ենք տվել։ Հա, Եթե մենք երկու հատ սահմանենք ֆունկցիայի մեջ ու ներքևը տանք մի հատ կամ հակառակը, ներքևը երկու հատ, վերևը լինի մի հատ, ինչ տեղի կունենա այդ դեպքերում։ բողոքելու է, որովհետև չի իմանա այս պոնչիկների գնի հետ ինչ անի։ Ասում է, այս հաշվել ծախսը բացակայում է մի հատ դիրքային արգումենտ, պոնչիկների գին։ Ու հիմա եթե եկեք վերևինը որ չփոխեմ, այստեղ 3 հատ բան տամ, ասելու է, ախր հաշվել ծախսն 2 հատ է ընդունում։ 3 հատ է տվել, երրորդը ինչ անեմ։ Այդտենց դժգոհելու է մեր ֆունկցիան։ Հա, էլի հարցեր։ Բարի։ Հա։ Այստեղ բայց արդեն մի քիչ հետ գալով այդ վերադարձած արժեքի գաղափարին, եթե այստեղ ասեի տպի, թե ինչի է հավասար հաշվել ծախսն, այստեղ ասենք օրինակ գրեի գումար հավասար է սրան ու տպեի գումարը, սա աշխատում է, որտեղ ընդդեղակի գրած է հենց print, բայց հիմա եթե ասեմ print գումար, ինքը լինելու է ոչ մի բան, որտեղ այս ֆունկցիան ուղղակի ասում է ես տպում եմ այս պոնչիկների քանակ անգամ պոնչիկների գինը։ Վերադարձ ֆունկցիայից չունենք։ Այս ոնց որ այդ չայի մեքենան կտցրեցինք, փողը գցեցինք, աշխատեց, չայը սարքեց, ու չէ։ Ու էլ չենք կարող վերցնենք, էլի։ Երբեմն այդպես բաներ պետք է գա, այս պարտադիր չի ֆունկցիան անպայման ինչ որ բան վերադարձնի, բայց եկեք տեսնենք ոնց կարանք կազմակերպենք, որ վերադարձնի։ Որ օրինակի համար եթե 300 դրամ ունենք, ուզում ենք հասկանանք մեր գումարը հերիքում է թե չէ, եթե ավելի շատ է ծախսը, քան 300 դրամը, ասենք չենք կարող գնել։ Դա հիմա չենք կարող կազմակերպենք, որովհետև այս հաշվել ծախսը մեզ 450-ը հետ չի տալիս։ Տպում է, տպած է կորում, գնում է, շա։ Այդ անում ենք sense։ Ընդհանուր կառուցվածքը ոնց որ ֆունկցիաների sense է լինում։ Def անուն, արգումենտներ, միջակետ, հետո մի հատ գայսա docstring կոչված բանը, հետո ինչ որ խառը կոդ կարևոր չի։ Ու հետո return վերադարձրու ու ինչ որ արժեք։ Եթե չկա գրած, այդ հասկացվում է որպես return none, այսինքն վերադարձրու ոչ մի բան։ Եթե կա գրած, վերադարձվում է այն ինչ վերադարձվում է։ Ահա։ Այստեղ օրինակ այս կոդում, եթե ես փոխեմ, ասեմ return պոնչիկների քանակ անգամ պոնչիկների գին, արդեն եթե ասեմ գինը հավասար է հաշվել ծախսը, տեսեք, տպեց։ Մի անգամ տպեց մենակ, որովհետև այստեղ էլ ներսի տպելը չի աշխատում։ Մենակ վերադարձն է գալիս ու այստեղ վերադարձն է տպվում։ Բայց կարևորն է, որ մենք այս թիվը արդեն ունեցանք։ Ու դրա շնորհիվ կարանք այստեղ օրինակ գանք ու if-ով աշխատենք հետ, օրինակ նայենք տեսնենք մեր ունեցած գումարի հետ ինքը ոնց է։ Օրինակ 330, 500 դրամ ունենք, բարձրաց որ կարանք տպենք։ Մենք return-ով կարացանք արդեն արժեք վերադարձնել։ Մեկ էլ խոսանք ոնց կարանք մի քանի բան վերադարձնենք։ Իրականում ըստ էության չենք կարա, միշտ մի հատիկա վերադառնում մենակ։ Ահա։ Այստեղ մի հատ ծրագիր է գրած, պոնչիկների կալկուլյատոր, ինքը վերցնում է 3 արժեք, եղած գումարը, պոնչիկների քանակը ու պոնչիկների գինը, հաշվում է ինչքան գումար է մեզ անհրաժեշտ,
նայեք ոնց է հաշվում։ Ասում է հաշվել ծախսը, պոնչիկների քանակ, պոնչիկների գին։ Այսինքն հիմա այս ֆունկցիայի մեջ այս ուրիշ ֆունկցիային օգտագործեցի։ Վերևը սահմանել էի, հիմա օգտագործեցի։ Պետք է սա լիներ, չգիտեմ, 20 նիշ կոդ, հիմա դառավ 35 նիշ կոդ։ Լավ, օրինակ չի սա, բայց հիմնականում ֆունկցիաները ոնց որ ահագին տեղ են խնայելու, եթե օգտակար ֆունկցիաներ են։ Հետո տպում է թե ինչքան գումար է մեզ անհրաժեշտ, ու էլի ոնց որ մի քանի բան հաշվում է թե քանի հատ կարանք գնենք ամենաշատը, ու ինչքան գումարը մեզ անհրաժեշտ է ամեն ինչի համար, ու այս երկու հատը վերադարձնում եմ ես։ Հիմա ժողովուրդ, այս դետալները շատ կարևոր չի, էլի, ինչ որ զուտ հավեսի էինք այս ֆունկցիան գրելուց։ Ժողովուրդ, այսա, վայ, այս ոնց արեցի։ Կորավ։ Ըստ ձեզ ժողովուրդ, եթե հիմա ես ասեմ print կներեք, եթե հիմա ես ասեմ print պոնչիկների կալկուլյատոր, ասենք ինչ որ 3 հատ մուտք, ինչ կտպի ինքը, տվյալների տեսակը, ինչ տկելին տվյալների տեսակը, մհեր լսում եմ, Tuple։ այո, ճիշտ է, որտեվ մենք ստեղ ինչ ենք արել, գրել ենք երկու բան ստորակետով բաժանած, առանց ոչ մի նշանի, այդ նշանակում է, որ ինքը tuple է, ահա, տվեց սենց 550 ու 9, այս աշխատանք հա, ասում է, որ class tuple է ինքը, ու tuple-ները կարանց շատ սիրուն ձևով բաժանվեն երկու մասի, չէ, մենք կարանք ասենք գումար ստորակետ կարանք առնենքը, հավասարա այս պոնչիկների կալկուլյատոր եւ այլնին, այս tuple-ի առաջին արժեքը կգա առաջի փափխակային, երկրորդը կգա երկրորդին։ Դրա համար ոնց որ մենք կարանք մեր զգալով կարա թվա, որ պոնչիկների կալկուլյատորը վերադարձնում է երկու բան, բայց չէ, ինքը վերադարձնում է մի բան, ու մենք հիմնականում կոդը նենց են գրում, որ իրան միանգամից բաժանում ենք երկու առանձին բանի։ Հա, Սոնա լսում եմ։ Ես ճիշտ ասած չհասկացա այս բանը։ Հա, Ես ոնց հասկացա, ինչ տեսակ է։ tuple-ը ոնց որ հիշում ենք, չէ, որ բան, եթե ստեղ ասեմ a ստորակետ b, կամ լավ եկեք ասեմ print 1 ստորակետ 2, ներողություն, ստեղ ասեմ մի թազադաշտ գնամ, հանգիստ գնամ, հա։ Ստեղ եթե ասում եմ անհավասար է 1 2, սա նշանակում է սարքի list։ Ասեմ b-ն հավասար է 1 2, սա նշանակում է սարքի set, իսկ օրինակ c-ն հավասար է այսենց 1 2-ը նշանակում է սարքի tuple, բայց նաև ուղղակի այսենց է նշանակում tuple։ Այսինքն ոչ մի փակագիծ չդնելը ավտոմատ հասկացվում է որպես tuple։ Հիմա այստեղ գրեմ print type c, ու եկեք նույնը այստեղ գրեմ, որ տեսնենք երկուսն են նույն բանն են, իրանք երկուսն են tuple-ներ են լինում։ Ու հիմա մենք այստեղ գրել ենք ուղղակի երկու բան ստորակետով բաժանված։ Python default-ով սա հասկանում է որպես tuple։ Հետո որ սա աշխատացնում ենք, ստանում ենք sense մի հատ tuple, որը ունի երկու էլեմենտ։ Ու մենք եթե այստեղ գանք ասենք, մենք հիմա եթե այստեղ ասեմ a1 a2-ը հավասար է c, սա կնշանակի, որ a1-ը հավասար է c-ի առաջին էլեմենտին, a2-ը հավասար է c-ի երկրորդ էլեմենտին։ Հասկացա։ Բարի։ Հա, ընտրեմ։ Մի հատիկ է բան ասեմ return-ի մասին ու հարցեր լսեմ էլի։ Այս ֆունկցիաների բախտը բերելը իրանք գիտեն իրանք կյանքի նպատակը որն է։ Իրանք կյանքի նպատակը այն է, որ իրանք վերադարձնեն ինչ-որ արժեք։ Այսինքն, եթե ֆունկցիան return արեց մի բան, всё։ Կարա արդեն հանգիստ ասի, Ժողովուրդ ջան, ես վերջ։ Այդ նշանակում է այն, որ return-ի տակ ինչ գրենք, անտեսվում է, որովհետև ֆունկցիան return-ը արել, էլ վերջ, ինքը հասավ իր ուզածին։ Դրա համար այստեղ նույնիսկ տեսնում ենք մքացած է դառել էս մեր մոտ բանը։ Հիմա եթե այս ֆունկցիան աշխատացնեմ, տեսնում ենք, որ այստեղ 509 տպել, an 0-ի հավասարացնել, an տպել, ոչ բան չի աշխատել։ Return-ի տակ ինչ-որ բան գրելը ամենաանիմաստ գործն է։ Դա ուղղակի չի աշխատի։ Մշակ լսում եմ։ Այսինքն կարանք ասենք, այս նույն break-ի նման է, չէ՞, որ break-ը անում էլ հաջորդ բաները չեր անում, այս return-ը նույն տրամաբանությամբ։ Այն տեսանկյունից, որ իրանից հետո ոչ մի բան չի աշխատում, հա, Հա, այսինքն նույն բանն է, չէ՞, դրանից հետո էլ չի անում։
Հա, ոնց որ break-ը եթե աշխատեց, ցիկլի աշխատանքը վերջանում է։ Նույնն էլ state-ը return գրած է, դրանից հետո աշխատանքը կանգնում է, էլի կոպիտ ասած, նույն բանը չի։ Դե այդքան էլ չէ։ Ոնց որ այն միտքը որ երկուսն է stop են Աշխատանքի առումով եմ էլի ասում, որ իրանից հետո բան չի անում, այդ երկուսը նույնն է գալի։ փորձեմ պատասխանել։ Այդ տեսանկյունից որ իրանից հետո ոչ բան չի աշխատում, հա, բայց break-ը ոնց որ հենց նպատակային կոդը stop տալա, իսկ return-ից հետո ինչ որ բան եթե գրված է լինում, դա ուղղակի ոնց որ կոպիտ սխալ է լինում, էլի։ Ըստ էության պետքա երբեք return-ի տակ ոչ մի բան գրած չլինի, որտեվ անիմաստ է, բայց break-ի տակ կարա բաներ գրած լինի, որտեվ կարա երբեմն break-ի այն պայմանի մեջ չմտնի, որ break-ը աշխատի, էլի։ Այդ տեսանկյունից տարբեր են, բայց այն որ իրենցից հետո բան չի աշխատում, դրանով նման է։ Հա, Ղևոն լսում եմ։ Այդ ջան, այսինքն այս ֆունկցիայի մեջ ինքը բացի return-ից իր մեջի printer-ը աշխատեց, հա, տպեց, բայց Հա, return-ը տպելուց։ հա, այս որտեղ ոնց որ կարանք sense պատկերացնենք, որտեղ տեսնում ենք ֆունկցիան կանչվում է, Python-ը գնում է, sense թաքուն, գայս է control-C է անում, գայս է այդտեղ control-V է անում, էլի։ Այսինքն մենակ return-ը չի աշխատում, իր արանքի հետ բանն էլ է տպում, էլի, եթե printer կա արանքը։ Հա, ամեն ինչ։ Այսինքն սա process-ը տեղի է ունենում, այդտեղ ըստ ոնց որ ինչ ուզենք կարանք կազմակերպենք, հետո վերջում արժեք վերադարձնենք կամ չվերադարձնենք։ Ինքը մեկը sense tenance աշխատելու է, էլի։ Եղա մեսի։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Դերավ։ Տեսանք, որ ունենում ենք կարանք տանք մուտքեր ֆունկցիային։ Ֆունկցիային մուտքերին կանվանենք argument կամ parameter։ Ես հիմնականում ասելու եմ argument։ Ու այդ argument-ները իրենց հերթին ունենում են տեսակներ։ Օրինակի համար սա մի քիչ տխուր օրինակ է, բայց եթե պատկերացնենք, եթե ասենք հիմնականում գնում ենք նույն, ասենք, նույն Grand Candy-ն են գնում, նույն վանիլային պոնչիկն ենք առնում, միշտ նույն գինն է, չէ՞ լինում մեծամասը։ Ոնց որ ամեն անգամ կարանք մենք ուղղակի ասենք, թե ինչքան գումար ունենք ու քանի հատ պոնչիկ ենք ուզում, ոչ թե բռնենք մի հատ էլ ամեն անգամ գրենք 130։ Այսպես մի տխուր անրանով, որ այս նյութը տարբեր տարիներ որ օգտագործում էի, ցենց ինքը 100-էր, տարավ 110, տարավ 120, հիմա վրացի 130 է հասել։ Այդ էր ապուշկատակս։ Բայց հա հիմա ոնց որ եթե հիմնականում նույն արժեքն է ընդունում, ինչի համար ամեն անգամ բռնենք տանք։ Օրինակի համար, եթե print-ով հիմնականում ուզում ենք ուղղակի իրարից բացատով միացնի, բռնենք մարդուն ստիպենք, ասենք ամեն անգամ գրի սեփը հավասարա բացատ, charge չէ, անիմաստ է։ Կամ ասենք այս կլորացնելուն։ Եթե ուզում հիմնականում ամբողջատիվ կլորացում ենք ուզում անում։ Խի մարդը մի ամեն անգամ մտնի գրի ասի 0 նիշի ճշտությամբ։ 0, հա։ Charge չէ։ Արժի ասել լրելային default արժեք, ու եթե այդ արժեքը չտրվի, նոր այդ ժամանակ աշխատի։ Ահա, այդ կազմակերպելու համար մեզ պետք է ուղղակի բռնել ու ֆունկցիան սահմանելիս ստեղ ասել ուղղակի այս արժեքը հավասար է այս մի թվին, օրինակ։ Ստեղ զուտ արածել եմ, որ պոնչիկների գինը հավասար է 130։ Ու հիմա եթե աշխատացնեմ այս ծրագիրը, որտեղ գրել եմ ուղղակի 1005, ինքը աշխատում է, այստեղ պոնչիկների գինը 130 է լինում, ոչ մի արժեք չեմ տվել, վերցրել է default արժեք։ Այստեղ արժեք տվել եմ, վերցնում է տված արժեքը։ Եթե սա գրած չլիներ, ու ես իրան երկու մուտք տայի, ինքը բողոքելու էր ասել, որ պոնչիկների գինը չուներ, որովհետև ճար չունի խեղճը հասկանալու, թե ինչ է պոնչիկների գինը։ Եթե ոչ նախապես տվել ենք սկզբնական արժեք, ոչ ընթացքում ենք տվել, ոչ մի չի կարող անի։ Բայց եթե նախապես տվել ենք, խնդիր չկա, կգնամ կվերցնեմ այդ արժեքը։ Հա։ Դե հա, այս ոնց որ մեր սեպն է, ստե մի քիչ ուրիշ հերթականությամբ ասացի, բայց հերթականությունը կարևոր է։ Անցումը ստացված։ Կարևոր է, որ default argument-ները գան ամենավերջում, այսինքն լինեն ոչ default argument-ներից հետո։ Եթե այսպես գրեմ, ասեմ եղած գումար, հետո պոնչիկների գինը հավասար է 110, հետո պոնչիկների քանակ, ինքը կբողոքի։ Ու բողոքելու շատ ուղիղ ձևով բողոքում, ասում է ոչ default argument-ը գալիս է default argument-ից հետո։
Սենց բան չի կարող լինի, default argument-ները պետք է լինեն վերջում։ Հա։ Ոնց որ եթե հետարքիր է թե ինչի է ասենց տեղ ունենում, կարաք մտածեք, որ ասենք, այս հաջորդ բանն էլ որ անցնենք, մի քիչ ավելի հեշտ կլինի դրա մասին մտածել, բայց կարաք մտածեք, որ եթե այս ձևով եք հայտարարել, հիմա Python-ը ոչ ջոգի, ինչը ինչն է։ Այս հաջորդ թեմայից դա մի քիչ ավելի հասկանալի կդառնա, զուտ մի քիչ ծրցամ գցելու համար։ Ղևանդ լսում եմ։ Հայտնի որ աստիկ default argument, այսինքն որի որ բան եք վերագրում եք տիպ, էդի ամենավերջում է գալիս։ Հա, պարտադիր չի որ թիվ, ինչ որ արժեք վերագրվողները պետքա վերջում լինեն։ Հա, default-ները դա արժեք վերագրողներն են։ Հա, հա։ Հա, Այսինքն ում համար ունենք նախնական պատկերացում, թե ինչ պետքա լինի արժեքը, եթե չի տրվել։ Հա, եղավ, մերսի։ Դες մերսի։ Հայկ լսում եմ։ Այսինքն default կարանք են վերջին էլ իր արժեք տանք ու երկու հատ լիներ default արժեքով, չէ՞։ Հա, գերազանց։ Այս դեպքում կաշխատի։ Իսկ եթե իրանից դուրս կարանք իրան արժեք տանք, ասենք այս դրա տակը։ Այստեղ ներսում։ Այո։ Հա, ոնց որ լրիվ մեր ճկունությունն է, այստեղ կարող եմ ասեմ պոչիկների քանակը հավասար է 5, ինչը մի քիչ անիմաստ կդարձնի ոնց որ ներողություն պոչիկների գինը։ Սենց եթե գրեմ, ինքը այս 110-ը նախ կջրի, երկրորդն էլ այս ձևով եթե անելու լինենք, մեկ արդեն մի քիչ այն բանի ռիսկն է գալու, որ ոնց որ ասենց բանը իմաստ չի ունենա, մի քիչ ուզում եմ մի քիչ սխալվում։ Հասկացա, ուղղակի չգրենք այդտեղ, այնտեղով արժեքը տանք, դες կլինի։ Իսկ եթե մուտքով տանք արժեքը, input-ով։ Հա։ Հա, նույն պատմությունն է, ոնց որ Python-ին հեչ կարևոր չի որտեղից է գալիս արժեքը, էլի, կարևորը ինչ որ բանի հավասարացվի ինքը, էլի։ Այո։ Որ ասում եմ մի քիչ խափում եմ, ոնց որ սենց անիմաստ է թվում գրել սա հավասար ինչ որ բանի, հետո ստեղ ներսում ասել ինչ որ ուրիշ բան։ Բայց հաջորդ լեկցիային կտեսնենք, որ մի հատ պահ է լինում, երբ որ տենց մի հատ առաջի հայացքից ոչ ինտուիտիվ բան է լինում, որը հաղթելու համար ստեղ գրում ենք սա հավասար է ոչ մի բան, ու հետո ներսում ստուգում ենք, ասում ենք եթե ոչ մի բան է, ու նոր իրան տալիս ենք արժեք։ Այդտենց մի հատ տրյուկի կարիք մեկ-մեկ լինում է, այսինքն ամբողջությամբ ճիշտ չեմ ասում, որ սա օգուտ չունի, բայց այդ ոնց որ հիմա շատ շուտ է հաստատ։ Հա, էլի ինչ որ հարց է ժողովուրդ։ Լավ, տեսանք ոնց որ ֆունկցիան սահմանելիս փոփոխականները կարող լինեն default ու չdefault։ Բայց նաև իրանք ունեն տարանջատում, երբ որ մենք այդ փոփոխականները տալիս ենք, ոչ միայն սահմանում ենք։ Ստեղ էս մեր ֆունկցիան փոխել եմ, որ ուղղակի տպի ամեն մի փոփոխական ինչի է հավասար։ Հա, ու հիմա եթե սա աշխատացնեմ, օրինակ 1500, այնինչ այսքան ժամանակ արել ենք ու չենք մտածել իր մասին, ի՞նչ է տեղ ունենում, ժողովուրդ։ Ամենաինտուիտիվ բանն է, չէ՞ տեղ ունենում։ Առաջի գրված արժեքը ոչ չի գնալու երկրորդ փոփոխականին, գնում է առաջի փոփոխականին, այսինքն եղած գումարը դառնում է 1000։ Երկրորդը գնում է պոնչիկների քանակին, երրորդը գնում է պոնչիկների գնին։ Սա կոչվում է դիրքային արգումենտներ, positional arguments։ Ու բնականաբար, եթե հերթականությունը փոխվենք, լրիվ ուրիշ պատկեր կստացվի։ Այստեղ կստացվի 5 դրամ ունենք, ուզում ենք գրանք 1000 հատ պոնչիկ առնենք։ Բարի բախտ մեզ։ Այս միակ ձևը չի, թե ոնց ասել, ոնց տալ արժեքներ։ Կարելի է դու նենց Python-ին կարող է նա, որ ինձ բացատրի նենց որ հասկանամ, որ մոտս ոչ մի շփոթություն չլինի։ Օրինակ, եթե սենց հերթով 10-ից հերթով արժեքներ դնեմ, շփոթություն չկա։ Չես ուզում հերթով 10։ Ուրեմն բարի եղի ասա ինչն է կոնկրետ։ Ասա որ պոնչիկների քանակը հավասար է 5-ի։ Պոնչիկների գինը 100 է, եղած գումարը 1000 է։ Եթե տենց ես գրում, ինձ հեչ կարևոր չի 1000-ը կլինի երրորդը թե առաջինը։ Ես գիտեմ, որ դա եղած գումարն է։ Ու այսպես աշխատում է ինքը, հանգիստ սիրուն։ Սա կոչվում է keyword արգումենտներ, բանալի բառով արգումենտներ, որտեղ մենք հստակ անունը տալիս ենք։ Ու նաև կարող ենք օրինակ դրա կոմբինացիա։ Եթե ստա օրինակ ասեմ 1000, հետո պոնչիկների գինը հավասար է 100, պոնչիկների քանակը հավասար է 5, սա կբերի նրան, որ առաջի փոփոխականը եղած գումարը ստանում է այս առաջին արժեքը, դիրքով տրվեց։ Մնացածի անունները հստակ տրված է, դրա համար նորմալ անունները վերցնում ենք։ Ստեղ էլի հերթականության հետ նրբություն ունենք, ահա,
Եթե գրեմ օրինակ պոնչիկների գինը հավասար է 100, հետո գրեմ 5, այս մեր խեղճ Python-ը էլի շփոթվելու է, ասելու է դիրքային արգումենտը գայս է keyword արգումենտից հետո, դա գրելաձևի սխալ է։ Ինչի սա չի կարելի, որտեղ մի հատ Python-ի տեսանկյունից նայեք։ Ասել ենք 1000, օքեյ, այդ եղած գումարն է։ Հետո գայս է ինչ որ երկրորդ արժեք պոնչիկների գին։ Մենք օքեյ, դե լավ, դա երրորդն է։ Հետո գայս է ինչ որ երրորդ արժեք, բայց դիրքային տեսանկյունից ինքը երկրորդն է։ Հիմա այս 5-ը ի՞նչն է։ Այս 5-ը քանակն է, թե գինն է։ Okay, գինը տվել եմ, կարած դրա գուշակի, որ բան, n մյուսն է ուրեմն։ Բայց եթե 4 փոփոխական ունենք, всё, արդեն քաշվեց, չի իմանա ինչ է։ Դրա համար չշփոթացնելով պետք է վարվենք Python-ի հետ, այդ նշանակում է չպետք է տանք դիրքային արգումենտ անունով արգումենտից հետո, այսինքն սկզբում դիրքերով ասա ինչքան ուզում ես, հետո բարի եղի արդեն ամեն ինչ կոնկրետ անունով նշի։ Նաև չպետք է ասենք, այս քեզ միշտ եթե այս փոփոխականը չտամ իր դեֆոլտ արժեքը էսա, էս էլ իմ երկրորդ փոփոխականն է, էդ էլ չեղավ։ Այն ինչի համար ուզում ես նախնական արժեքներ տաս, բարի եղի վերջում արա։ Այդ երկու կապրիզը ունի Python-ը, եթե լսենք այդ կապրիզներին, ինքը մեր հետ շատ լավ կվարվի։ Հարցեր ինչ որ ստեղի ժողովուրդ։ Լավ, մեկ էլ ոնց որ ավելի շատ ամբողջականության համար նշեմ, որ կա positional only ու keyword only արգումենտներ, այդ մի հատ էլ խիստ մակարդակն է, որ ասում ենք, չգիտես ինչ, սա ոչ թե դիրքային արգումենտ է, այլ իրան հենց մենակ դիրքային կարած դիմես։ Այսինքն ստեղ օրինակ ես ուզում պոնչիկների գինը կարամ գրեմ հավասարային, այստեղ օրինակ կարամ ասեմ պոնչիկների գին հավասար է 100, կարամ ուղղակի հերթով տամ, պրոբլեմ չկա։ Ամեն ձև Python-ը ընդունում է, քանի դեռ իր կապրիզներին բավարարել ենք։ Բայց կարելի է ավելի կապրիզացնել Python-ին, ասել, չէ, այս մեկին մենակ կթողես դիրքով դիմեն, այս մեկին մենակ կթողես անունով դիմեն։ Կխաբեմ, որ ասեմ, սա տեսել եմ շատ օգտագործվի կամ ես անձամբ իրան տենց օգտագործել եմ, բայց եկեք ամբողջականության համար իմանանք։ Հա, եթե ինչ որ տենց ընտիր պատճառ հանդիպեմ, թե ինչի է սա շատ կարևոր, այս նյութի մեջ ուղղակի կավելացնեմ, բայց մինչև այս բանը ոնց որ անկեղծ ինչ որ տենց շատ ուժեղ պատճառ չունեմ։ Հա, ոնց է դա արվում։ Եթե օրինակ ուզում ենք ասենք, գիտես ինչ, գինը կտաս մենակ դիրքով, չբռնես հանկարծ անունով իրան տաս։ Հա, այստեղ նախ եթե օրինակ այս sum-ի օգնող բան տեսնենք, թե ինչ որ գրած է iterable ստորակետ /ստորակետ start հավասար է 0, սա իրականում նշանակում է, որ այս ինչ տալիս ենք սկզբում պետքա դիրքով տանք։ Հա, տեսեք, այս օգնող նամակի մեջ ցույց է տալիս։ Ու դա սենց է արվում։ Բոլոր այն փոփոխականները, որոնք ուզում ենք, որ մենակ դիրքով իրանց դիմենք, իրանցից հետո դնում ենք tag կից։ Հիմա սա եկեք աշխատացնեմ։ Կներեք։ Հիմա եթե ասեմ պոնչիկների կալկուլյատոր 123, այսինքն ես գինը տվեցի դիրքով, քանակը տվեցի դիրքով։ Աշխատեց, ֆանտաստիկ։ Հիմա եթե ասեմ, օրինակ 120 ու քանակը հավասար է 3, այսինքն գինը տվեցի դիրքով, բանը արժեքով, բանը keyword-ով, էլի աշխատեց։ Այ բայց եթե գինը տվեցի դիրքով, վայ։ Ասում ես, պոնչիկների կալկուլյատորը ստացել է մենակ դիրքային արգումենտին ստեղ դիմել են անունով, ասել են գին իրան։ Իրան անունով չի կարելի ասել, ինքը մեր Voldemort-ն է, տոլի չեմ հիշում ով։ Համար այսենց error կտա լրացուցիչ։ Հիմա եթե օրինակ սա բռնեմ բերեմ այստեղ, կստացվի, որ ոչ մի բանին չի կարելի անունով դիմել։ Նայեք, այս տողն էլ է սխալ աշխատելու, որտեվ չէր կարելի։ Հա։ Նման կերպով բան անունով արգումենտների համարել, անունով արգումենտները վերջից ենք, չէ՞ տալիս համել, այդտեղ էլ ոնց որ սիմվոլը աստղանիշն է, ու աստղանիշից հետոն է, որ չի կարելի բան անել։ Չի կարելի դիրքով իրան դիմել։ Օրինակ ստե եթե ասեմ 123, ստացվում է ես քանակին դիմել եմ դիրքով, չէ՞, քանակը դառել է երկրորդ արժեքը։ Ինչը նո։ Ահա, բայց օրինակ սա քանակ հավասար է 5, գին հավասար է 3։ Ոչ մի խնդիր։ Հանգիստ աշխատեց։ Իսկն աստղանիշից հետո գրված բաներն է դառնում են
keyword only, մենակ բանալի բառով տրվող։ Հա։ Ու եթե ուզում ենք երկուսներ ունենանք, օրինակ երկու բան տպելու print-ի դերն ենք ուզում տանենք, ասենք կազմել նախադասություն, ստանա երկու հատ բառ, ու այս երկու բառը պարտադիր դիրքային արգումենտ լինեն։ Հետո ստանա ինչ որ միավորիչ, ու այդ միավորիչը պարտադիր անունով դիմվի, այդ կլինի սենց, բառ 1, բառ 2 ստորակետ slash, սա նշանակում է, որ slash-ից առաջ ամեն ինչ մենակ դիրքով է։ Հետո աստղանիշ, հիմա աստղանիշից հետո ինչ գա, պետք է անունով դիմվի, անուն միավորիչ։ Հիմա սա որ աշխատացնենք, նայեք, այս առաջինը չաշխատեց։ Ինչի՞։ Ասում է երկու դիրքային արգումենտ է ընդունում, բայց դու 3 ես տվել։ Որտեվ այս մեկը դիրքային չի, այս մեկը բանալի բառով է։ Այսա աշխատեց, նայեք, բարև գծիկ հաջող։ Հիմա այս ներքևինը չաշխատեց։ Այս մեկը, որտեղ բառ 2-ը տվել ենք դիրքով։ Էդ էլ անոնա։ Հա։ Հասար ժողովուրդ։ Ղևոն նշում եմ։ Այ ջան, քանչում նորից բացատրել չհասկացա։ Ամենասկզբից։ Լավ կներ էլի, իմաստը չհասկացել է դիրքայինի ու keyword-ի only իմաստը ինքնապես չհասկացա։ Հա, ոնց որ խի մեզ պետք է գա sense բան օգտագործել, թե ինչ են իրանք անում։ Երկուսն են էլի։ Իմ խնդրեմ նորից կասեք։ Հա, ոնց օգտագործելը բանով է աշխատում, մի հատ արագ կրկնություն, եթե փորձեմ մի քիչ արագ եթե բան անեմ, այն արգումենտները, որոնց որ ուզում ենք դիմենք մենակ իրանց դիրքով, այսքան անունով չկարանանք իրանց կպնենք, այդ փոփոխականներից հետո գրում ենք tag git։ Գրում ենք ստորակետ, tag git ստորակետ։ Այսինքն ինչ նշանակում անունով չկարողանան դիմել այդ չհասկացել է։ Մենք դիմելուց ունենք երկու մոտեցում, չէ՞։ Մենք կարող ենք ուղղակի գրեինք հերթով արժեքներ, առաջինին կտար առաջինը, երկրորդին երկրորդը։ Այս դիրքովն է, positional-ն։ Կա նաև keyword-ով, որտեղ մենք տալիս ենք իրան անուն կոնկրետ, ասում ենք կոնկրետ քանակ հավասար է 3։ Հա, այդ անվանակն է դա, հա։ Ոստեղ օրինակ գնին չի կարելի անունով դիմել։ Այս երրորդը չի աշխատում։ Որտեվ այս այն որ իրենից հետո գալիս է tag git, նշանակում է իր վրա արգելք է դրված, որ ինձ չկպնես անունով։ Այսինքն դրանով անվանական արդեն չենք կարող դիմել։ Անունով չենք կարող դիմել։ Անունով չենք կարող դիմել։ Ու նույնը հակառակը կա, որ ինչ որ բաներին էլ դիրքով չկարանանք դիմենք։ Մենակ պետք լինի պարտադիր հստակ անունը գրենք։ Այդ էլ կազմակերպվում է այդ դրանցից առաջ աստղանիշ գրելով։ Այսա օրինակ նշանակում է, որ քանակին չի կարելի դիրքով դիմել։ Մենք ասենց 123 եթե գրեմ, սովորական դեպքում Python-ը կասեր առաջին արժեքը սրան, երկրորդը սրան, ստեղ չէ։ Ստեղ սա էլ երկրորդ չի։ Ասում եմ ինձ չդիմես ասես երկրորդ, ինձ կասես քանակ։ Այդտենց բան է բողոքում։ Այս ոնց որ թե ոնց իրանց օգտագործել, իսկ ինչի օգտագործել, հեսա ասեմ, եկեք չթաքցնեմ թե ինչ եմ անում։ Իմ կարծիքով այդքան շատ չկա, չէ՞։ Հա։ Ոնց որ ես այնաշատը այն բանն եմ տեսել, որ եթե ուզում ես շփոթությունը կչանա ու ինչ որ ստիպես մարդիկ հստակ իմանան, որ այս բանին են sense արժեք տալիս, իրանց ոնց որ ստիպում ես, որ այդ բանը գրեն բառը լրիվ, ոնց որ կչացնում է սխալվելու հավանականությունը, էլի։ Բայց դրանից բացի ինչ որ շատ լավ պատճառ չեմ իմացել։ Եղավ, մերսի շատ էլ չեմ։ Հա, ընտրեմ։ Անա լսում եմ։ Այսինքն ստացվում է, որ keyword ու default արգումենտները նույն բանն են։ Keyword ու default, չէ։ Default-ը այնն է, ինչ արժեք ստացվում է, եթե իրան չենք տվել արժեք։ Այսինքն իրանք ընդհանրապես ոնց որ ամենաշատը տարբերվում են բանով, թե որտեղ են դեր խաղում։ Մեկը դեր է խաղում սահմանման փուլում, այսինքն մենք իրան կոնկրետ ասում ենք, որ եթե պոնչիկների գինը չասեմ քեզ ինչա, հաշվի 110-ով։ Իսկ անունով դիմելուց մենք ուղղակի ասում ենք, ես քեզ պետքա ասեի, որ պոնչիկների գինը 200 է դառել, ես իրան կարամ քեզ ասեմ, հենց ուղիղ ասեմ, պոնչիկների գինը հավասար է 200։ Այսինքն իրենք երկու տարբեր դերեր են տանում իրարից, էլի։
Ահա նման են այն տեսանկյունով, որ երկու տեղն է գրում ենք սենց եղած գումար հավասար է ինչ-որ բան, բայց կարևոր է այն, որ ոնց որ տարբեր փուլերում ենք գրում, էլի, մեկը գրում ենք ստեղծման փուլում, մեկը գրում ենք օգտագործման փուլում։ Հա, եթե էլի հարց կա, նույնիսկ ձեր բարձրացրեք, Միլենա, լսում եմ։ Իսկ ֆունկցիաները բացի փոփոխական հետ ուրիշ բաներ կան ստանան, օրինակ list կամ Դե լիստը լա չէ փոփոխական։ Այսինքն փոփոխականը իր մեջ ամեն ինչ պահում է, չէ՞։ Ասեմ ավելին, ֆունկցիան կարա ստանա մուտք ֆունկցիա։ Իրանք կոչվում են տենց առաջի կարգի քաղաքացիներ, որ տենց ֆունկցիան կարա վերադարձնի ֆունկցիա։ Հələ այնքան ճկունություն ունենք, դրա համար էլ 2 դասով ենք անում, լիքը բան կարանք անենք։ Այսինքն list-ը տալու համար ուղղակի իր անունը գրում ենք ու ինքը վերցնում է։ Հա, ես ոնց որ կարա այստեղ բան անեի։ Հեսա իրական մի հատ ֆունկցիա կակրաս ունենալու ենք, որ իրան tuple ենք տալու մուտք, կակրաս միանգամից այդտեղ կտեսնենք։ Իսկ օրինակ dictionary ստանա կամ վերադարձնի։ Ամեն ինչ, ցանկացած բան։ Ոնց որ նույն ձև ոնց integer կարա վերադարձնի, նույն ձև կարա վերադարձնի dictionary, tuple, set եւ այլն։ Ոնց որ բոլորը փոփոխականներ են։ Տարբեր տեսակի, բայց դա ոնց որ մեկը մյուսից լավը չի ոչ մի բան, էլի, որ ֆունկցիան մեկին նեղացնի, մյուսին թողի իր հետ խաղա։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր։ Okay, այդ դեպքում ես մի հատ 5 վայրկյան մտածեմ, անցավ 5 վայրկյանը։ Լավ, այդքան շատ չի նյութ, թե եկեք դասամ չանենք, ինձ թվում է մի ժամում կվերջացնենք։ Չգիտեմ ինչքան լավ որոշում, բայց դա։ Մի հատ խնդրում եմ հայացքը ուղղել այս գեղեցկությանը։ Մի հատ եթե փորձեք գուշակել ժողովուրդ։ Այս print-ը ինքը էլի ֆունկցիա է, չէ՞։ Այսինքն ինքը էլի ինչ որտեղ սահմանվել է։ Մեր կոմպի մեջ մի տեղ կա գրած def print ու print-ի սահմանումն է տված։ Հիմա ժողովուրդ, ըստ ձեզ, հիմա քանի արգումենտ է իրան տրվել։ Ինչ տարբերակներ ունեք։ Մհեր, լսում եմ։ Ինձ թվում է ինչ-որ ձև անվերջ քանակի արգումենտներ ընդունում, հա, այդքան է։ Անվերջ քանակի։ Okay, բայց ոնց որ եթե քիչ արգումենտ տամ իրան, էլի աշխատում է, չէ՞։ Դե հա, ինչ-որ ընդհանրացված կերպով արգումենտներ են։ Կարա անվերջ չլինի, ինչ-որ կոնկրետ քանակ լինի, բայց օրինակ 1-ից մինչև ենթադրենք 500 պարամետր։ Ահա։ Ճիշտ, ոնց որ շատ ճիշտ նկատել եք, որ շատ տարօրինակ է, ինչ որ տարօրինակ բան է տեղի ունենում, բայց ոնց որ եթե ասենք 1-ից 500 օրինակ հենց 500 հատ գրած լինի մուտքում, ու ես իրան 400 հատ տամ, ինքը բողոքելու է։ Օրինակ այսօր եթե մի բան տամ, ասելու է քիչ ես տվել, էլի դու։ Հա, ու ոնց որ բան է գալիս, էլի, որ ոնց որ print-ը կարա 0 հատով աշխատի։ Ահա, կարա մի հատով, կարա 2 հատով, կարա միլիոն հատով, բայց հիմա քանի հատ է գրվել։ Այդտենց մի հատ հետաքրքրաշարժ մոմենտ է ստացվում։ Հեսա կանցնենք բացահայտելուն, եթե ինչ-որ մեկը ուզում է այս թեմայով բան ավելացնի, կարաք ձեռը բարձրացած պահեք։ Ահա, հրայր լսում եմ։ Ինձ թվում է print-ի տակ ինքը թափել է տրված, որը տարբեր առարկներ ընդունում, ինչ որ անսահմանափակ, ինչքան որ տրվի, այնքան print-ը կաշխատի։ Ահա որ մոտիկ է ճշմարտությանը, ու հա հենց ոնց որ թափելի մեջ է հավաքում դա, մնաց մենակ տեսնենք այդ ոնց է կազմակերպվում, հա, այն ամենակարևոր մասերը ասեցիք։ Հա, ընտիր։ Էլի ով ուզում է նշում անի, ձեռը բարձրացած պահեք։ Աննա, լսում եմ։ Մտածում էի, ահա, ասենք գրած է random ու մի հատ մեծ միջակայք մեջը, ասենք 0-ից միլիոն։ Random ենք, բայց random-ը մեր կողմից է գալիս։ Ինչ որ random-ը բան է մտածում, որ պատահական մենք ինչ է տանք, ոնց որ տվողը ինչ որ պատահական չափի է տալու։ Ահա։
այդ ինչ որ բան մտքովս անցավ։ Ահա, բայց իրականում նույնիսկ եթե ինչ որ տես պատահական չափ ֆիքսվի, մենք չգիտենք ոնց որ ամենաշատը քանի հատ կարա տա, որովհետև կարա ինչքան ուզի տա մուտք, չէ։ Կարամ ասած անվերջ գրելով գնամ։ Իրականում են ավելի քիչի խնդրը, որ ասել էի, այդ կարանք կազմակերպենք դրա լուծումը, այդ մի քիչ լավ չնշեցի։ Եթե օրինակ ամեն ինչ դարձնենք default argument, ստացվի ոնց որ կարանք ավելի քիչ բանել տանք, բայց մեկը ոնց որ չենք կարա գրենք միլիարդ հատ անվերջ հատ argument։ Ողա ինչ որ չգիտեմ, լիմես ասենք այնա անվերջ ստիտող ու մեջ ինչ որ բան Չէ, այն չէ։ հատ ասենք։ Չէ։ Ծրագրավորումում ընդհանրապես անվերջ չունենք ոչ միտեղ մենք։ Okay։ Այդ մաթեմի հաճույքներից համար։ Բայց լավ տարբերակներ էին, merci, Մհեր լսում եմ։ Ինձ թվում է ինքը քանի որ ասացիք որ տապլը ընդունում, այդ տապլի էլեմենտների քանակը դայնամիկ է որոշում։ Ահա, ոնց որ իրականում tuple ոչ թե ընդունում է, այլ իրան ասում ենք մենք քեզ ինչ տանք կհավաքես tuple-ի մեջ, ու tuple-ը կարող լինի դատար, կարող լինի քանի էլեմենտ ուզի։ Այսա արդեն կանցնենք այդ լավ այդ տեսնելուն։ Ռևանդ լսում եմ։ Այդ ջան ինքը սահմանաչափ ունի, չէ՞ ինչ որ 4 միլիարդ, ես ինչքան եղա, դրանով պատված քանակը ինտի քանակով։ Հա, չէ, այդ ոնց որ այդ ոնց որ այդ լավ նշում է, իրականում ասում եմ անվերջ գոյություն չունի, անվերջ փոփոխական ոչ միտեղ չենք կարող ունենանք, բայց դա նաև ոնց որ նախապատրաստած Ընդ byte int decimal դեր չափերի բանվում էլի, ասում դա ինտը մինչև 4 միլիարդ է։ Հա, չէ, ոնց որ արգումենտների քանակի վրա սահմանափակում ընդհանրապես չգիտեմ ոնց է դրած։ Երևի իրականում ինձ թվում է դրած չի, ուղղակի ինչ որ քանակից հետո կոմպը տրակում է։ Չէ, print-ի բանով էլի ասում ես։ Հա, չէ, հասկացա, ու այդ տեղին նշում է, որ իրականում ոնց որ անվերջատ չի, այսինքն որ ասում եմ դա չենք կարող անվերջատ գրենք, այդ մի քիչ այդքանը տեղին չի։ Բայց դա հաստատ 4 միլիարդ հատ չեն գրել իրանք, ու 4 միլիարդը իրականում լավ փոքր թիվ է, շատ ավելի շատի հնարավորություն կլիներ։ Նայես մի խոսքով։ Հա, մերսի, հա, դա լավ շատ արկիր նշում։ Ուշակ լսում եմ։ Իսկ թվում է ինչ-որ վիճակայ կա տված դրա համար, բայց ինչ-որ սկզբունքի հիման վրա չեմ կարող ասեմ ինչ սկզբունքով է էլի, բայց վիճակայ կա, որ սահմանափակում է, այստեղ որ գրենք help print չի բերի գլխավոր բաները ունենք։ Այս ոնց որ հեսա կսովորենք կակրաս այդ բանը ոնց է աշխատում, կբերի հուշում թե ինչ է, բայց հա, դա նկատի ունեմ էլի հուշում, որ այսինքն կբերի ինչ որ մի հատ նշան, որը մենք ասենք ու միակ կանես ինչ որ թազա բան է, չէ, չբերեց, ստեղի գրածով նույնիսկ ցույց չտվեց դա։ Ստեղ գրած է կետիկ։ Այս բայց շատ կարևոր չի մեզ հիմա։ Բայց այս կետիկը ինչ որ բան նշում է, լավ է։ Լավ, եկեք արդեն գանք գաղտնիքի բացահայտմանը, ինտրիգան լավ պահեցինք, հիմա ոնց որ ազատենք tension release։ Այստեղ մի հատ link հադրած լավ նյութի, ու այս real Python կայքը շատ ֆանտաստիկ հրաշալի ընտիր լավ կայք է, որդ եմ տալիս։ Հա։ Լավ։ Եկեք ոնց որ գանք մի հատ ինչ-որ մի հատ մեր փուճուր օրինակից, հասկանանք ոնց կարանք կազմակերպենք այդ սաղ։ Այստեղ պատկերացնենք ոնց որ ուզում ենք բարևենք, ու հիմա օրինակ 3 մարդով ուզում ենք բարևենք։ Հիմա եթե ասեմ, ու գրած է ոնց որ բարև մարդ 1, բարև մարդ 2, բարև մարդ 3, եթե այստեղ գամ ասեմ բարևել ու 3 մարդ, հալալ զուլալ արամիկ, կաշխատի, ընտիրը։ Բայց եթե 4-րդ մարդ գա այստեղ, ոնց որ այստեղ 4-րդ մարդ ավելացնեմ, всё, պրոբլեմա։ Արամիկին ասեմ, ես քեզ չեմ բարևում, всё, պրոբլեմա։ Բայց ժորդ, եթե նկատենք, այստեղ ի՞նչ է տեղ ունենում։ Ամեն մեկի համար նույն բանն է, չէ՞, աշխատածվում։ Հիմա ինչ է, թե ես ուղղակի ասեմ, ընդունում եմ ես մարդկանց ցուցակ, կամ մարդկանց tuple, ու իրանց հերթով բարևում։ Ես կարա այս կոդը sense գրեի, չէ՞։ Ասեի բարևել մարդկանց tuple։
Այստեղ tuple եմ ասում ոչ թե list, որովհետև իրական tuple-ը տակից օգտագործվում, բայց եթե ինչ որ բայի list ասեմ, իմացեք, որ լեզվի սայթակում է, որովհետև list բառը շատ ավելի հաճախ եմ օգտագործում ու շատ կարևոր չի իրականում այստեղ։ Ու կոդը sense դարձնեմ։ For m իմ մարդկանց tuple բարև m։ Այստեղ տեսնում ենք, որ հիմա այդ օրինակ սա այսպես աշխատացնեմ նույն ձևով, ինքը նույն ծրագիրը։ Ինքը բողոքում ասում է, բարևելը մի արգումենտ աստանում, դու 4-ն ես տվել։ Դե հա ինքը մի հատիկ բան աստեղ գրած։ Համար մեզ պետք է բռնել ու այս մեր գրած մուտքը հաթաթել գրկել դնել բանի մեջ, tuple-ի մեջ, որ ինքը դառնա մի հատիկ մուտք։ Ու արդեն սա սիրուն աշխատում է։ Հիմա իսկ ինչ կատարվեց, ոնց լուծեցինք ստեղ մեր խնդիրը։ Բռնեցինք, ասացինք դե լավ, սա ցիկլով կարա արվի, ասացինք լավ, ոնց որ ստեղ է սաղ էլեմենտները կանք հավաքենք մի տեղ ուղակի ու տենց հետո գլուխ անենք։ Մեզ պարտադիր չի առանձին տված լինեն իրանք։ Ասացինք դե լավ է, ընտիր է։ Եթե տենց բան կարանք անենք, եկեք ուրեմն ասենք, որ մենք վերցնում ենք tuple, այդ tuple-ի համար աշխատենք։ Դու ասացինք օքեյ, դե ուրեմն պետք է սա բռնենք դարձնենք tuple, ասես ձեռով բռնեցինք մի հատ փակագծի մեջ դրեցինք, ինքը դառավ tuple։ Ստեղ մենք sense բան չենք անում, նայեք ժողովուրդ, այս print 1 2 3 4-ը tuple-ի մեջ չի դրված։ Ինքը ոնց որ այսրապես է գրված։ Իսկ սա չէր աշխատում, որտեղ ինքը մի հատ արգումենտ է սպասում, իսկ մենք շատ ենք տալիս։ Հիմա ոնց Python-ին ասել, որ այս մուտքերը, որ քեզ տալիս եմ, սա ոչ թե առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդը, այլ խնդրում եմ ուղղակի այս ամեն ինչին հավաքի մի հատիկ tuple-ի մեջ։ Այդ կազմակերպելու համար ուղղակի սահմանելուց դնում ենք մի հատիկ աստղանիշ։ Հիմա որ գրեցի աստղանիշ մարդկանց tuple, ես կարամ ստեղ գրեմ ուղղակի ինչ ուզում եմ, մենք երկու բան տվեցի մուտքում։ Ու ինքը այս երկու բանը բռնեց, ինքը դարձրեց tuple ու հետո աշխատեց։ Հիմա ուրիշ 3 բան որ տամ, հիմա այդ 3 բանի հետ է աշխատում։ Այսինքն ինքը ձեռով է անում, ինքը ավտոմատ տակից այս process-ը որ սա դրեցի tuple-ի մեջ, այդ անում է։ Ու տենց սիրուն հավես բան է ստացվում։ Սրան անվանում են args, իր անկերը կվարքսն է, args ոնց որ արգումենտներ, որտեղ հիմնականում եթե sense բան ենք ուզում անենք, այս փոփոխակայանը գրում ենք args։ Ուղղակի որպես ստանդարտ։ Հա, ու հարցեր ինչ որ ստեղից ժողովուրդ։ Հայկ լսում եմ։ Մի հարց մի քիչ ավելի վերևի մասից, եթե մենք արգումենտները մի քանի հատ ենք տալիս, ու իրանց եթե արժեք չենք տալիս, չի աշխատում բոլորին։ Հա, եթե 3 հատ ենք ստեղ գրել ու ոչ մի default չկա, ուրեմն 3 հատը պետք է իրան տրամադրենք։ Ոչ ավել, ոչ պակաս։ Եթե իրան արժեք չտանք, ինչ որ այդ բանի մեջ, ֆունկցիայի մեջ ինչ որ բան return առնենք, որի մեջ օգտագործենք, ասենք մենակ մի արգումենտը։ Հա, այդ ոնց որ կաշխատի։ Ինքը չի էլ նայում ներսը ինչա գրած։ Ինքը տեսավ, որ մեր պայմանագրի համաձայնությունը կատարված չի, ես ասում եմ 3 բան, դու ինձ 3-ը չես տվել, ինքը էլ ներսը չի նայում։ Ես տեղ կարամ գրեմ ուղակի has, որ ինքը ոչ մի բան չանի ընդհանրապես։ Ինքը էլի մեկա սխալ է աշխատելու։ Ահա, հասկացա։ Ահա, ձեզ մերսի հարցի համար։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay. Դե բարի։ Եկեք սա մի քիչ հետո ասեմ հերթականությունը լավ չեմ դրել։ Սրա համարժեքը կա նաև բանի համար։ Ես տեղ արգումենտները տալիս էի սաղ բանով, չէ՞։ Դիրքային էի սաղ արգումենտները տալիս։ Այստեղ print 1 2 3 4-ին մենք այստեղ չենք գրում, ինչ որ մի հատ ուրիշ արժեք հավասարացն։ Սաղ դիրքով է արվում։ Այդ արգումենտները իրանք այդ դարձնում են tuple մեր տված բաները։ Դիրքային արգումենտները, առանց անունի արգումենտները։ Բայց ես նաև կարող եմ ունենամ ֆունկցիա, որտեղ ասենք ուզում եմ բան անեմ, փոփոխականի տարբեր արժեքներ ունենամ փոփոխականների, տարբեր փոփոխականներ ունենամ, իրենց տարբեր արժեքներ ունենամ ու ոնց հավեսս տա։ Օրինակ ունենամ ինչ-որ ֆունկցիա մարդուն ներկայացնել, այստեղ գրեմ օրինակ անուն, հենդով, երկիր Դագեստան,
Ինքը տպի, որ ասենք ինքը իր անունը հավասար է Հենդոյի, երկիրը Դագեստան եւ այլն ու մյուս անգամ երկրի փոխարեն տամ մասնագիտությունը։ Մյուս անգամ ոչ մի բան չտամ եւ այլն եւ այլն։ Ինտուիցիան ժողովուրդ ինչ է ասում։ Այդ դեպքում ոնց որ այս keyword արգումենտները ինչի մեջ կհավաքի Python-ը։ Մհեր լսում եմ։ Dictionary։ Այո, շատ ճիշտ է։ Ու բան հայտարարելու համար, որ եթե ուզում ենք ասենք, ես քեզ հեսա խառը լիքը անունով keyword արգումենտներ եմ տալու, ընտրում եմ բռնի dictionary-ի մեջ հավաքի իրանց, աստղանիշի տեղը դնում ենք ուղղակի 2 հատ աստղանիշ։ Ու իմաստը այդ գրած է ծրագիր, որ ուղղակի key value հերթով պտտվում է, տպում է, ասում է key-ին հավասար է value, եթե հիմա սա աշխատացնեմ, ահա, ինքը ստեղ ասում է, սաղ վերցրել է, բոլոր փոփոխականի անունները պայել է որպես key, արժեքները որպես value ու հանգիստ աշխատում է։ Ռուբեն, լսում եմ։ Իսկ այդ աստղանիշ դնելը իրանից էլի ֆունկցիա չի ներկայացնում, իսկ ոնց որ tuple սարքելը էլի ֆունկցիա չի։ Ոնց որ ֆունկցիա այն տեսանկյունից է, որ Python-ը գործ է անում իր հետ լրացուցիչ, մշակում է իրան։ Եթե դրան ուզում ենք ֆունկցիա անվանել, հա, կարանք ասենք, որ ֆունկցիա է, բայց Python-ի ներսում կատարվող, բայց ոնց որ մեզ միակ բանը, որ այստեղ միակ ձևը, որով արժի մտածենք սրա մասին, այ շատ զուտենա, որ մենք սրանով ասում ենք, որ մուտքերը կմշակես հատուկ ձևով։ Ոչ թե պրոստը ես քեզ տալիս եմ առաջի, երկրորդ, երրորդ արժեքներ, այլ ես քեզ տալու եմ այնքան ինչքան ուզեմ, քեզանից հասնում է իրենց հավաքել, եթե դիրքային են tuple-ի մեջ, եթե keyword են dictionary-ի մեջ։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Լավ։ Հա, Անա, լսում եմ։ Իսկ եթե երկուսն էլ կան, Ահան, այդ լավ հարց է։ Այսա դրա օրինակ կտեսնենք մի քիչ հետո։ Հա, Միլենա, լսում եմ։ Իսկ եթե այդ աստղանիշը չդնենք ու մեջը ինչ որ tuple-ի անունը տանք։ Դուրսը tuple-ը սարքենք ու փորձենք փոխանցենք դրան այդ error կտա։ Չէ, ոնց որ եթե մենք իրան ասենք մենք էս աստղանիշ չդնենք ու իրան տանք tuple, ամեն ինչ լավ է, սա խնդիր է։ Իսկ եթե մենք սահմանում ենք որպես մի հատիկ, այստեղ մի հատիկ փոփոխական է, չէ՞ գրած։ Ու ինքը սպասելու է մեզանից մի հատիկ մուտք։ Սա 4 հատ մուտք է։ Եթե իրան հավաքենք մի հատ tuple-ի մեջ, կդառնա մի հատ մուտք։ Աստղանիշի դերը այնա, որ ինքը ասում է, ես այդտեղ մի հատիկ բան եմ գրել, բայց դա չի նշանակում, որ քեզ մի հատիկ բան է տրվելու։ Քեզ կարա տրվի տարբեր քանակի բաներ։ Ուղղակի այդ ամեն ինչը կհավաքես այս մի հատ բանի մեջ։ Դա հասկանալի է։ Բարի։ Ուշեղ լսում եմ։ Այսինքն մի հատ աստղանիշ ինքը tuple-ը սարքում ավտոմատ, եթե մենք չենք տալիս գրելուց, երկու հատ աստղանիշն էլ dictionary, ճիշտ է, դա տարբերությունը։ Default-ով իրանով, հա։ Ուժղ, այս աստղանիշները ունեն նաև լրացուցիչ հավեսդեր, իրենց նաև անվանում են unpacking օպերատոր։ Packing-ը այնա, որ ասենք ճամփորդելու են գրում, պետքա ամեն ինչ pack անել, ասենց ամեն ինչ դասավորել, հավաքել կամ չգիտեմ ոնց ասեմ, unpack-ն էլ ոնց որ հետ եկանք բանից, հիմա բանը ճամպրուկը բացում ենք, հերթով մեջից unpack ենք անում, մեջից հավաքած բաները ջարդում առանձնացնում գցում ենք։ Փաթեթավորել, հա, մերսի Մհերին, ճիշտ է, փաթեթավորում ու հակափաթեթավորում։ Այդ երկրորդ բառը չգիտեմ գոյություն ունի թե չէ։ Բայց լավ։ Այս ոնց որ profound-ով տնային անողների համար սա, չգիտեմ, ահագին վաու է, հեսա տեսակ ինչքան է սիրունացնում ու հավեսացնում ամեն ինչ։ Ուրեմն ստե մի հատ ցուցակ, նիֆ-նիֆ, նաֆ-նաֆ, նուֆ-նուֆ։ Հիմա եթե ուզենամ տպեմ ամեն մեկին առանձին, ոնց profound-ը հաճախ ուզում է, այսինքն հաճախ լինում է, չէ՞, profound-ի տնայինով, ընտրում եմ գրատախտակի վրա չգրել, ընտրում եմ չգրել գրատախտակի վրա։
ու եթե կարաք ջնջեք էլի, եթե չկարողանաք ես կփորձեմ, բայց փորձեք դուք ջնջել։ Հիմա ժողովուրդ, պրոֆանդում լիքը լինում է, չէ՞, խնդիրներ, որ ինչ որ ցուցանք եք ունենում, հետո ասում եմ դե հիմա խնդրում եմ տպի արժեքները, բայց ոչ թե ցուցակը տպի, այլ հենց մեջի արժեքները։ Այդ եթե այստեղ գրեմ ուղղակի print ցուցակ, ինքը sense ցուցակով է, չէ՞ տպում հենց։ Ես պետքա բռնեմ, ասեմ ցուցակ 0, ցուցակ 1, ցուցակ 2, ու ինքը նոր աշխատի, իսկ պետքա սա հակապ այս փաթեթավորումից հանեմ, չէ՞, իրան դարձնեմ առանձին էլեմենտներ։ Քանակը եթե չգիտեմ, պետքա ցիկլ պատտվեմ, ցիկլով տպեմ։ Հիմա այս հակափաթեթավորումը, այսինքն առանձին էլեմենտների վրա բաժանելը, կարող արվի նրանով, որ ուղղակի այս ֆունկցիայի մուտքում իրան ստեղ ժողովուրդ կարևոր է, որ վերևում որ օգտագործում ենք աստղանիշը, դա ֆունկցիայի սահմանման մեջ էր։ Այստեղ ինքը ֆունկցիայի կանչ օգտագործման մեջ է արվում։ Այստեղ եթե ուղղակի ասում եմ աստղանիշ ցուցակ, տեսեք, նույն բանը արեց։ Բռնեց ամեն ինչ մաքրեց։ Բռնեց ամեն ինչ տպեց, այսպես նույն ձևով։ Ինձ կներեք մի հատ էկրանը անջատեմ միացնեմ, որ այս կարմիր խզբզածները կորի։ Կամ եթե ուրիշ մաքրելու ձև ունեմ։ Հա, ստացվեց։ Հա։ Լրիվ չէ, բայց լավ։ Այս էլ մեր ոնց որ աստղանիշի գեղեցկությունը։ Ու ինքը նույն կերպ կարա բան անի։ Բռնի ու լավ աշխատի, եթե հակառակ process-ն ենք անում, ներողություն, եթե բանի համար ենք անում։ Dictionary-ն ենք ուզում ջարդենք երկու տարբեր կտորի։ Օրինակի համար պատկերացրեք, sense մի հատ ֆունկցիա ունենք, տպել մարդու ինֆոն, նույն բանն է, բայց ուղղակի այստեղ հատիկ գրած է, անուն, տարիք, երկիր։ Հիմա եթե ուզենամ ես սա օգտագործեմ, ու ես այստեղ ունեմ մի հատ այսպես dictionary, պատկերացնենք, այս Mart dictionary-ն, որտեղ հենց այդ տված է, անունը Alice, տարիքը 25, երկիրը New York, ես կուզեմ սա ջարդեմ առանձին կտորների, չէ, ասեմ, անունը դա Alice-ն է, տարիքը դա 25-ն է, եւ այլն։ Դա պետքա կազմակերպեմ sense, չէ, ասեմ, անուն հավասարը Mart անուն, տարիք հավասարը Mart տարիք եւ այլն։ Բայց եթե բռնեմ ուղակի երկու հատիկ աստղանիշ դնեմ այս dictionary-ից առաջ, ինքն այդ dictionary-ն է ջարդում, դարձնում առանձին հատիկ բանալի արժեք զույգերի հավաքածուներ։ Այս ամեն ինչը կոչվում է այդ unpacking-ը։ Հա, հարցեր, մուշակ լսում եմ։ Այդտեղ որ մի հատ աստղանիշով գրեցինք, որ ինքը իրան կողքով տպեց։ Հա։ Եթե ուզում ենք տակ տպեր հերթով անդամները, մի հատ slash-ն ենք դնում, հա։ Հա, այդ ոնց որ արդեն սովորական print-ի հարց է դառնում, էլի, այստեղ ոնց կվարվեինք, նույնն է, ինչ ստեղ ոնց կվարվեինք, էլի։ Հա, էլի հարցեր ժողովուրդ։ Բարի։ Հա, Ռևան լսում եմ։ Այջամ իշխիշն եք ներքեմ։ Իչա։ Այդ է որ գրած է անուն, իհարկե անունը հավասար է Mart անուն։ Դա ոնց որ իմաստը չեմ հասկանում, անունը հավասար է Mart անունը, ոնց որ եթե նենց դեպքում ենք հայտնվել, որ ֆունկցիան այդպես կոնկրետ փոփոխականներ ունի, իսկ մենք այդ փոփոխականի արժեքները պահել ենք dictionary-ով, այսինքն այս ոնց որ մի քիչ արհեստական կառուցված օրինակ է, բայց իրականում հանդիպում է։ Հիմա եթե ուզում ենք այս dictionary-ից արժեքները վերցնենք, տանք այս ֆունկցիային։ Անունին տանք այս Mart dictionary անուն key-ում գրած։ Հա, հասկացա։ Եղավ մերսի ջան։ Դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Բարի։ Մեկ էլ արգումենտների հերթականության հետ կապված ու միանգամից նաև տեսնենք ոնց կարանք ունենանք միանգամից տենց դիրքայիններ, բանալի բառովներ եւ այլն։ Հերթականությունը սենց է ժողովուրդ։ Գալիս է սկզբում սովորական դիրքային արգումենտ, ոնց որ ինչևէ բանը, չէ՞, դիրքայիններ, հետո keyword-ներ։ Հիմա սենց է, դիրքայիններ, հետո այն args-ը,
իսկ ինչքան դիրքային կա հավաքել իրաց մոտ, հետո keyword-ներ, հետո այն խառանուններով keyword-ները։ Դրա տրամաբանությունը ո՞րն է։ Եթե այստեղ այսպես օրինակ գրել են AB հետո աստղանիշ args։ Եթե այստեղ սկզբում գրեի աստղանիշ args-ը, կշարքեր всё ինքը միանգամից ամեն ինչ իրան է հավաքում։ Անուբն չի հասցնում արժեք ստանա։ Նույնը ստեղ եթե դն հավասար է 3-ը keyword-ից հետ կվարկսից հետո լիներ, այստեղ սահմանելու փուլում եմ ցույց տալիս, բայց ոնց որ օգտագործելու փուլի մասին է խոսքը գնում էլի։ Եթե այստեղ I-ի ու B-ի արժեքները օրինակ ուզեմ վերջում տամ, ոստեղ args-ը սկզբում գրված եթե լիներ, չի հասցնի։ Սա հավաքելու է իրար։ Իսկ այստեղ մենք ասում ենք առաջին, երկրորդ, մնացած դիրքայիններ։ Դն մնացած անունովներ։ Ու այդտենց աշխատում ենք։ Հիմա այստեղ եթե ասեմ 1 2 3 4 5 6 n հավասար է 2 f-ը հավասար է 3, սա կասի an եղավ 1, b-ն եղավ 2, args-ը եղավ մնացած դիրքայինները։ Իսկ 3 4 5 6 dictionary-ն։ Դն 3 default-էր մնաց նույն ձև։ F-ը n ու f-ը թազաներ էին, կվարկսով հավաքվեցին, մտան ստեղ որպես dictionary դառան։ Եթե ուզեմ դն թարմացնեմ, կարող եմ ստեղ գրեմ դնել է հավասար ինչ-որ բանի, այդ ուղղակի փոքր նշում որպես։ Ու եթե այդ կառուցվածքը խախտեմ, ինքը բողոքում է։ Հարցեր ժողովուրդ մինչև ստեղ, կամ ընդհանուր ոնց որ այս ֆունկցիաների թեմայից։ Լավ, եկեք մի հատ փոքր բան ասեմ, այս այն մասներ, որ հերթականությունը մի քիչ փոթել էի։ Այս սրանք այս unpacking օպերատորները նաև եւս մի բան ունեն, կիրառություն ունեն։ Եթե այստեղ օրինակ ունենք մի հատ ինչ-որ tuple, լավ ցուցակ եմ գրել, թող մնա ցուցակ։ Հիմա ժողովուրդ պատկերացրեք ուզում եմ սենց անեմ։ Վերջինին ու նախավերջինին տամ ինչ-որ արժեքներ, այս մնացած ամեն ինչը հավաքեմ առաջինին տա։ Հիմա եթե սա այսպես կազմակերպեմ, ուղղակի 3 հատ բան գրեմ հավասարացնեմ իրար, ասելու է լիքը արժեք ես տվել, ես 3 հատ էի սպասում։ Դե 3 հատին 6 հատ է տվել։ Բայց մենք եթե ուզենք ասենք օրինակ, այս վերջինը վերջինին, նախավերջին, մնացած ամեն ինչը առաջինին, պետք է ուղղակի դրա դիմացը դնենք աստղանիշ։ Այդ ձևով ոնց որ ինքը առաջի 4-ին վերցրեց իրանց վրա, այս մեկն էլ մարդամի հատ ստացեցին։ Նման կերպով օրինակ եթե ասեմ սկզբիններ, լավ, անունը լավ չի, նախավերջին ու աստղանիշ վերջիններ, սա էր ոնց որ առաջինը կտա առաջինին, երկրորդը երկրորդին, մնացած ամեն ինչը վերջինին։ Կդառնա ասենց 1 2 ու 3 4 5 6։ Եթե օրինակ 2 տեղ դնեմ աստղանիշ, այս ձևով ոնց որ ասելու է բազմակի աստղանիշով արտահայտություններ մի հատ հավասար բանի մեջ, վերագրման մեջ, որտեղ ոնց որ ասում ենք սաղ ինչ կա չկա տակը մնացած կտա սրան ու նաև սաղ ինչ կա չկա տակը մնացած կտա սրան։ Արդեն չեն կարող իրենց մեջ բարիշը։ Պետք է մի հատիկ աստղանիշ ունենանք, թե ինչին ենք տալիս իրան։ Ահա։ Ռուբեն լսում եմ։ Մնացորդն է էլի տալիս, հա։ Հա, մնացորդը մի քիչ տենց մաթեմոտ է անջում, ես կասեի ոնց որ տակը մնացածը։ Դուք էլ երևի եք նկատում եք։ Մեջտեղը եթե դնենք աստղանիշ։ Ահա, ինչ է ինտուիցիան ասում։ 1-ն ու 6-ը կտային նրանց, մնացածը իրան։ Ճիշտ է։ Մերսի։ Դες մերսի։ Սա երբեմն օգտագործվում է, եթե ասենք ինչ-որ արժեքներ կա, որ մեզ 1000 տարի հետաքրքիր չեն, առաջին ու երկրորդն օրինակ մենակ պետք, կարող եմ ասեմ օրինակ A ստորակետ B ստորակետ այսենց հավասար է ինչ-որ բանի, որ այս ոչ մի բանը գա իր վրա ընդունի, ես ուղղակի իմ անուբեն ստանամ։ Խափեցի իհարկե, sense բան եթե լիներ, ուղղակի կգրեի անուբեն հավասար է նրա 0-րդ առաջին։ Բայց դա եթե ուզում ենք թիթիզ անենք, կարանք sense անենք։ Հա, ընդհանուր ոնց որ բան է, էլի, մտքի հետևում պահելու համար օգտակար բան է, երբեմն ավելի էլեգանտ է դարձնում կոդը sense էս աստղանիշով գործերը, արքսկվարկսները երբեմն ուղղակի անխուսափելի են։ Եթե չգիտենք թե քանի հատ մուտք ենք ստանում կամ ինչեր ենք մուտքում ստանում, զուտ ճար չունենք, ուրիշ ոչ բան չենք կարող օգտագործենք նույնիսկ։ Հա։ Այ հիմա հիմնական մեր ֆունկցիաների նյութը բրծ։ Հիմա նայելու ենք մեզ մնում է վերջում ուղղակի նայել
երկու հատ ֆունկցիա, որոնք որ ավելի շատ ցիկլերի հետ են կապված, քան թե ֆունկցիաների։ Դա համար եկեք ստեղ մի հատ շունչ քաշենք, տեսնենք ինչ հարցեր կա, պատասխանենք ու գնանք առաջ։ Այս որպես հիշեցում դասի բովանդակության։ Մեկ, երկու, երեք, օքեյ։ Գնացինք։ Պատկերացնենք ժողովուրդ, սենց այս ոնց որ արդեն վրազ անցում ենք անում դեպի ցիկլերի աշխարհ, չզարմանաք շատ, որ ոնց կտրուկ գնացինք ուրիշ տեղ, այս ուղղակի ֆունկցիաներ ենք օգտագործելու։ Պատկերացնենք սենց մի հատ տեղ ժողովուրդ։ Ունենք երկու հատ ցուցակ, մեկում գրած է քանակներ, թե քանի հատ տարբեր արժույթ ունենք, քանի հատ բան ունենք, դոլար, եվրո ու դրամ։ Մենք մի հատ դրամ ունենք, 3 հատ եվրո, 50 դրամ։ Ու գրած է թե ամեն մեկը ինչքանի է համարժեք։ Մենք մի դոլարը հավասար է 450 դրամ, եվրոն 460, դրամը ոնց որ մի դրամը հավասար։ Ասեք, ոնց կարամ հաշվեմ, թե ինչքան գումար ունեմ ընդհանուր։ Դժվար հարց չի, այդ որպես հուշում ասեմ։ Ահա, Ռուբեն, լսում եմ։ Քանակների 0, բազմապատկին արժույթների 0-ին, հետո գումարեն քանակների երկրորդ առաջին գումարած արժույթներին առաջին։ Ցիկլով էլի, ցիկլով, բա որ 70 լինի։ For քանակներ փակագծերում in արժույթներ։ Ոնց, քանակներ հետո ինչ։ Այդտենց բան քառակուսի փակագծերի մեջ in արժույթներ։ Չէ, ես ոնց որ չի հասկանում։ In ոնց որ ինչ է ընդհանրապես։ Ոնց որ մենք սովոր ենք, որ i-ով դնում ենք փոփոխականի ցիկլի անունը, բայց ամենտեղ եթե ուղղակի i գրենք, ինքը չի հասկանա, որ պետք է այս արժույթների քանակների վրայով պատտվի։ Բայց նույնիսկ եթե հասկանար, արժույթների հարցն է, չէ՞ մնում, որ պետք է արժույթներից ինչ որ կոնկրետ այդ արժեքները հասկանանք։ Հա։ Մեստեղ ըստ էության պետք է բան անել, չէ՞։ Բռնել այստեղի առաջին էլեմենտը առաջինի հետ ինչ որ բան արվի, անի, երկրորդը երկրորդի, երրորդը երրորդի ու տենց։ Հա, հրայր լսում եմ։ For in range-len քանակներ։ Ճիշտ է։ Հաջորդողում էլի for g in range-len արժույթներ։ Հա, հետո փոփոխական օրինակ վերցնում ենք սումման, հավասար է։ Եկեք գրեմ Հա, գումարը։ sum ու տակի գծիկ դնեմ, որ ինքը գույնը փոխվում է, որ sum ֆունկցիային չփոփոխի։ Հա, ինչ եմ ասում։ Տակի գծիկ սումը պլյուս հավասար քանակների i անգամ արժույթների g։ Հա, եկեք փորձենք։ Ու for-երից դուրս print sum։ Եկեք ստեղ մեկ էլ ես ամեն անգամ տպեմ մեր մոտ այս քանակներ in ու արժույթներ g-ին։ Ինքը սենց հասկանում է, վերցնում է 1, 450, 1, 450, 1, 1, ինքը սա հասկում է որպես, քանի որ ներդրված ցիկլ ենք պտտվում, ինքը մտածում է, որ մենք ունենք մի հատ դրամ, մի հատ եվրո, մի հատ դոլար, մի հատ եվրո, մի հատ դրամ, հետո 3 հատ դոլար, 3 հատ եվրո, 3 հատ դրամ, հետո 50 հատ, 50 հատ, 50 հատ ու արդյունքում գումարը, ներողություն, տակի գծիկը մոռացել եմ, գայսա դառնում է շատ ավելի մեծ թիվ, քան իրականում պետք է լիներ։ Մեստեղ իրականում պետք է ուղղակի ոնց որ առաջին, երկրորդ, տենց պտտվել, չէ՞։ Կրկնակի կարիք իրականում չունենք։ Հա, Նարինե, լսում եմ։
Իսկ եթե մի ֆորով գնանք ու Գնացինք։ երկրորդը ջնջենք քանակներ i անգամ արժույթներ i ու դա գումարենք այդ սումայի մեջ հավաքենք, էլի։ Ճիշտ է։ Մեստեղ հենց կոնկրետ ոնց որ հավասար ենք, չէ՞ գնում, մի հատ 1 450, 3 460 ու տենց, չեմ։ Հա, ճիշտ է, սա ճիշտ լուծում է լինում։ Իսկ ժողովուրդ, եթե սենց մի հատ իրավիճակ լիներ մեր մոտ, պատկերացնենք, ասենք, ստեղ այս քանակներից մի հատ ավել է գրած, մի հատ էլ ֆունտն է գրած, թե քանի հատ, որ ունենք 2 հատ էլ ֆունտ ստերլինգ, բայց ստեղ օրինակ արժույթների մեջ մոռացել ենք գրենք, կամ չունենք դրա համար չենք գրե։ Հիմա որ այս ցիկլը աշխատացնեմ, ինքը գալու է ասի, մի անգամ պրոբլեմա, չէ՞, որտեղ այս մեկը 4-րդ էլեմենտ ունի, այս մեկը չունի։ Ոնց կարանք նենց անենք, որ հենց մի հատը պրծնի ստոպ տա ինքը։ Ահա, մեր լսում եմ, պարտադիր չեն սա պատասխանեք, շուտ եք բարձրացրել դուք։ Այսպես կանենք, տեսնենք, թե երկու այս մեր լիստերի երկարությունը ինչքան է ու կվերցնենք կարճը։ Ու կարճի range-ով Կանք ստա ասենք min len քանակներ ու len արժույթներ, չէ՞։ Ինքը սիրուն կաշխատի։ Գերազանց։ Լավ տանջվեցինք։ Եկեք տեսնենք հիմա ոնց է Python-ը սիրուն դա անում բանով։ Այդ հրամանով, որ հեսա կսովորենք, այդ գեղեցկագույն հրամանի անունն է zip։ Zip-ը այս բանն է, ժողովուրդ, լավ վիդեոս չմիացնեմ ցույց տամ, եկեք նկար ցույց տամ։ Zip-ը այս զրթիկն է, չֆայմեցի նկար դնեմ լեկցիայի մեջ։ Լավ։ Ինքը ինչ է անում, ժողովուրդ։ Եթե ստեղ երկու հատ ինչ-որ իրար հետ գնացող բան ունենք, պատկերացրեք ցուցակ ունենք, սա առաջին այս զուբչիկը, առաջին ատամիկը, առաջի ատամիկ, երկրորդ ատամիկ, էս էլ էս մյուսին, առաջի, երկրորդ եւ այլն։ Մենք այս zip-ը որ իջացնում ենք, ինքը հերթով զուգահեռ ամեն մեկի համապատասխաններով է, չէ՞ անցնում։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, տտտտտտտտտտտտտտտ։ Իսկ ինքը sense միավորում է այս դիրքերով իրանց իրար ու հանգիստ պատտվում իրանցով, չէ՞։ Այ zip-ի արածը հենց դա է։ Եթե ես այդտեղ գրեմ zip, ու ասեմ այս քանակներ ու արժույթները, ոնց որ մեկը մեր զուբչիկների մի գիծն է, մյուսը, այսենց եթե ասեմ արա։ Ու սա տպեմ ինքը չի ցույց տա ոչ մի բան, բայց եթե օրինակ ստե գրեմ, որտեվ ինքը չասեմ ինչ է լավ հիմա, բայց եթե ստե գրեմ list, նայեք ինչ ա եղել։ Առաջինը առաջինի հետ է կապցրել, երկրորդը երկրորդի, երրորդը երրորդի, ու ոնց մենք սովորենք, որ ասում ենք for each in dictionary get items, ու տեղ ինքը այս կառուցվածքի բանի վրա աշխատելուց առաջինն էր լինում, երկրորդը ամեն մեկով անցնում էր, առաջին տայս էր in, երկրորդը j-ին, նույն բանը կարող կազմակերպվի այս բանի հետ աշխատելիս, zip-ի հետ աշխատելիս։ Ես տեղ կարամ ուղղակի գամ, գրեմ այստեղ, գրեմ i ստորակետ, ներեք, i ստորակետ j, in, ու հիմա այս հրա փոխարեն, ուղղակի ոնց որ կկպցնեմ իրար այս քանակները ու արժույթները, կպցրեցի, աշխատացնեմ error-ը տալիս իհարկե, որտեղ մոռացա սրա փոխեմ իրանց, սա in-ը, սա j-ն է, էլ կարիք չունեմ գրեմ քանակներ i եւ այլն։ Հենց միանգամից արժեքների վրա եմ այստեղ պատտվում։ Ու նայեք, սխալ եղավ։ Ինչի սխալ եղավ, որտեղ անուշադիր եմ։ Այստեղ j պետք է գրեի։ Այսպես։ Ոստեղ եթե ասեմ print տակի գծիկ sum, ահա, ամեն ինչ կազմակերպվեց։ Մեկ գեղեցկություն։ Հարցեր ինչ-որ ժողովուրդ։ Նա եկեք մի քիչ խոսամ ուրեմն սրանից։ Իրա մյուս գեղեցկությունը նրա մեջ է, որ այն դեպքը, որ ասացի է, որ բայց եթե մեկից շատ լինի, մյուսից քիչ։ Հենց տենց է կար է, այս այր չէ մեր մոտ։ Բայց բռնեց աշխատեց, որովհետև zip-ը ավտոմատ կերպով աշխատում է այնքան, մինչև չպրծնի ամենակարճը։ Ասում եմ ամենակարճ, որովհետև կարող լինի լիքը հատ։ Ես կարող եմ ստեղ
լիքը, ասենք մի հատ տոկոսներ, մի հատ էլ, չգիտեմ, ավանդներ, քանի հատ բան ուզում, կարող եմ կպցնեմ իրար zip անեմ։ Սա ուղղակի ինքը կհավաքի, այստեղ ուղղակի երկու էլեմենտի փոխարեն կլինի 5 հատ օրինակ, չգիտեմ։ Ու ինքը կաշխատի մինչև ինչ որ մեկը բրծնի։ Այդ իրա ոնց որ ապահով աշխատելու, այդ իրա փափուկ աշխատելու, ներողություն, փափուկ աշխատելու ձևն է։ Մենք իրան կարող ենք ասենք նաև չէ խիստ տեղի։ Սխալ են տվել, всё, բողոքի, ասա չեմ աշխատում, չեղավ սենց։ Դրա համար ասում ենք strict-ը հավասար է true։ Տեսեք հիմա error-ը տալիս։ Ժողովուրդ, ձեզ էս ոնց եղավ, որ strict-ը ժամանակ չէինք գրել, ինչ որ ձև աշխատում էր, պրոբլեմ չէր տալիս, հիմա գրեցինք, էլի ուրիշ ձև աշխատեց, այս տակից ի՞նչ է տեղի ունենում։ Մհեր լսում եմ։ Ինքը ունի default արժեք, որը false է։ Շատ ճիշտ է։ Ու սրան նայելով տեսնում ենք, որ հենց այդ էլ ասում է strict boolean հավասար է false-ի։ Այստեղ ներքևն ենք տեսնում լավ։ Շատ բարի։ Այս zip-երից ինչ որ հարցեր ժողովուրդ։ Եկե հավասի գցելու համար ասեմ, որ այստեղ այս օգնող տեքստ բանը որ ցույց է տալիս, մյուս դասին կսովորենք ոնց անենք, որ մեր ֆունկցիաների համար էլ սենց անի։ Docstring-եր են կոչվում։ Okay, չկա հարց, մի հատ էլ բան անցնենք։ Enumerate, համարակալիր, խնդրում եմ։ Պատկերացնենք սենց խնդիր, այստեղ գրած ունենք, թե ամեն օր քանի հատ profound-ից տնային ենք լուծել։ Հիմա ուզում ենք տպենք, օրինակ ասենք, առաջին օրը լուծել եմ մի հատ, երկրորդը 3 հատ, մյուս օրը 4, մյուսը 0, մյուսը 0, մյուսը 2, տենց։ Այսինքն տպենք օրինակ 0 գծիկ 1, կամ եթե մարդավարի ենք ուզում, գրենք 1 գծիկ 1, 2 գծիկ 3, 3 գծիկ 4, այդտենց ինչ որ բան անենք։ Ոնց անենք։ Համեցեք։ Դե, ահա։ Միլենա, լսում եմ։ Խաբեցի, չեմ լսում։ Եթե խոսում եք, չեմ լսում։ Okay, Միլենայի մոտ երևի միկրոֆոնի խնդիր է, եթե ու երևի չդզվեց, ահա, լսում եմ։ Չեմ լսում, կներեք։ Մհեր լսում եմ։ Կարող ենք ուղղակի loop ունենալ ու dictionary հավաքել դրա վրա։ Այսինքն ոնց անեմ։ Այսինքն for I in այդ list-ը սրանից առաջ եկեք մի հատ dictionary ստեղծենք, ինչ որ անունով։ Ինչի համար, բայց ոնց որ ուզում ենք զուտ տպենք, ասենք, առաջին օրը մի հատ բան, զուտ տպենք, էլի։ Այդ դեպքում հա, ուղղակի range-ի մեջ արդեն length-ով կարանք անենք։ Ճիշտ է։ In range len, չէ, որտեվ ինդեքսների վրայով պետք է պատտվենք, թե չէ չենք իմանա այս 3-ը որտեղ է կամ 0-ն 4-ը вообще չենք imana։ Ահա, ու ինչ ենք անում։ Հետո print մեջը f string այդ ձևավոր փակագծեր I այդտեղ ու list I Սենց գրեմ, որ dictionary հետ բան չանի։ Շատ ճիշտ է, list I։ Ահա։ Ըստ էության, ապրեք, ըստ էության ժողովուրդ, մենք ստացվեց, որ ինչ որ ցիկլ պատտվեցինք երկու տարբեր բանի վրայով, չէ՞։ Ինչ որ I-եր ենք գնացել, ինչ որ list-եր ենք գնացել։ Այսքանից ավել մի հատ փորձեմ չասեմ ու ձեզ հարցնեմ ասեմ։ Իսկ ո՞նց կարենք սա կազմակերպենք zip-ով։ Ստեղ էլ ունենք, չէ՞, ինչ որ EG ու ինքը երկու տարբեր բանի վրայով պատտվում էր, ստեղ ոնց որ մի հատ I ու list I ունենք։ Ահա, լսում եմ։ Դե կարող ենք հենց այդ մեր range-ը օգտագործել ու zip անել մեր list-ի հետ։
Ահա, այսինքն ոնց գրեմ։ zip առաջինը թող լինի range length list ու երկրորդը main list-ը։ Երկրորդ Hence list, չէ՞։ հա Ահա։ Այս դեպքում ինչ եմ մոռացա գրեմ։ պետքա tuple destructure անենք, դրա համար երկրորդն էլ էժի։ Ահա, շատ ճիշտ է։ Երկու բան ունենք։ Ու իմաստեղ արդեն գրելու եմ զուտ։ Եկեք copy paste անեմ, ալարում եմ նորից գրեմ։ Այս sense ստեղ արդեն կլինի մեր մոտ i ուժի, չէ՞։ Ստեղ մի հատ դատարկ print դնենք, թող մի քիչ վիզուալ հաճելի լինի։ Շատ ճիշտ է։ Ու հիմա ժողովուրդ, ոնց որ այս enumerate կոչվածը, որ ասացի անունը ու սկսեցինք zip-երից խոսալ, enumerate-ի դերը enumerate նշանակում է համարակալիր։ Եթե այստեղ ասում եմ enumerate list, ինքը նույնն է, ինչ ուղղակի գրվի այսա, ուղղակի շատ ավելի կարճ ձևով։ Համար եթե այստեղ գամ ու ասեմ for eg in այսքանի փոխարեն զուտ ասեմ enumerate ու ստեղ ասեմ list, ինքը անում է նույն բանը մեր մոտ, որտեղ ինքը նույն բանն է։ Ուղղակի ոնց որ միանգամից մի բառով, մի հրամանով ու բավականին հաջող ընտրված անունով հրամանով համարակալիր list-ը այտենց աշխատում է։ Երկու հրաշք բան են, որ ֆունկցիաների հետ, ցիկլների հետ աշխատանքը հաճախ երբ որ ինչ-որ բանի վրա պետքա պտտվել, այդ պտտվելու process-ը դարձնում են շատ ավելի հաճելի։ Ու այսքանով բրծավ այսօրվա նյութը, բարեկամներ։ Հարցեր։ Սաղ ֆունկցիաներից ինչ կա չկա։ Միլենա, հույս ունեմ կլսեմ։ Հա, լավ ցածր, բայց լսվում է։ Բան ուզում եի հարցնել այդ enumerate-ի Կներեք, ասում եի զուտ լավացավ, հա, ինչ եմ։ enumerate-ի սկիզբը որ 0-ից է սկսում, կարանք մենք փոխենք օրինակ 1-ից սկսի։ Ոնց որ, չեմ հիշում։ Հա, start։ Ստեղ եթե գրեմ start-ը հավասար է 4, մենք 4-ից սկսած գնալը։ Հա, մերսի, այս լավ հարց էր։ Եկեք սենց պահենք, ստեղ գրենք start-ը 1-ից, թող մարդավարի սկսի հաշվարկը։ Հա, շատ բարի։ Ռևան լսում եմ։ Չէ, ես հարց չունեմ, ուղղակի ասացի շատ հետաքրքիր դարձեր, մերսի շատ։ Ձեզ մերսի։ Ապրեք որ միացաք։ Բայց մեկը տնային տալու եմ, լավ չկատակ է անում։ Մերսի դրական խոսքերի համար։ Անա լսում եմ։ Ամեն դեպքում չգիտեմ ճիշտ դիտողություն կլինի թե չէ, ուզում եի ասել, որ այդ start-ի մեջ դժվար կարանանք irrational տիպ գրենք։ Ասենք արմատ 3։ Դե չէ, ինչի, ոնց որ ծրագրավորման մեջ իրացիոնալ թվեր գոյություն չունեն, էլի, ամեն ինչ բրծնում է, ինչ որ պայից թիվը դառնում է սովորական ռացիոնալ թիվ, ինչ որ բան կետիկներ ու ինչ որ պայից բրծնում է թիվը, էլի, պինել ինքը 3 1 4 1 5 ու ինչ որ պայից վերջն է, բայց հետարքիր է float կարանք տանք իրան, թե չէ, չենք կարա, հա, չէ, մի վարքան 3 ստորակետ 3 եմ գրել, 3.3, հա, չէ, ուղղակի ինքը միշտ integer-ա ուզում, իսկ մինուսի դեպքում հա, հետա մեկ է հետարքիր, հա, աշխատում է բացականի համար։ Հա, օքեյ, ամբողջ թվերի համար էլի։ Հա, երևի բան, ոնց որ լոգիկան ինձ թվում է նա, որ եթե տակից range-ով է աշխատում, range-ն էլ ոնց որ միշտ բան է տալիս, ամբողջ թվեր է տալիս։ Հա։ Այսքան տակից իրա գրածը ոնց որ այսա է իրականում, էլի, սա թերի է գրած, իրականում տակից այս է տերը range start-ից մինչև start plus ներողություն range start ստորակետ start plus len list այս այսքան տեղի ունենում տակից էլի։ Հա։ Էլի հարց է ժողովուրդ։ Ռևան լսում եմ։
Հայկ ջան, այսինքն այդ start-ը, այդ իտերացիան է, չէ՞ start-ը։ Հա, ոնց որ in որտեղից սկսի, էլի։ Հա, 0-ից թե ուրիշ տեղից։ հա, ահա, մսի։ Ահա։ Էլի հարց է, ժողովուրդ։ Լավ, ուրեմն տնային։ Համարյա բան չմնաց պրսնենք, էս մեր պրոֆոնդը։ Բաժին 26, ու այս բաժին 27-ում մի վարկան, հա, չէ, բաժին 27-ը կարող է արխային լորիվ տայի։ 26-27։ Հմ, այստեղ մի հատ ռեկուրսիայից է մի քիչ խոսում, ու ես ռեկուրսիայի մասին լրիվ մոռացել էի անկեղծ ասած։ Սենց գրեմ հետո չմոռանամ։ Կարեք այս մի հատիկը բաց թողեք, եթե ուզում եք, բայց կարեք նաև ոնց որ փորձեք բան անել, փորձել լուծել։ Նաև այստեղ մի հատ փոփոխականների տիրույթ առաջադրանք կա, որը բան է։ Այստեղ ինքը բացատրում է իհարկե, բայց մենք ավելի մանրամասն ավելի շատ տեսակներ տիրույթներ հաջորդ դասին ենք անցնելու։ Իսկ սա էլ ըստ ցանկության կարեք հիմա բաց թողեք։ Մնացածի հետ ինչքան հիշում եմ ամեն ինչ օքեյ է։ Հաջորդ դասին էլ արդեն տնային կտրվի այս ֆունկցիաներ երկուսը։ Ու մենակ է տնային լինելու հաջորդ դասին ամենայն հավանականությամբ, եթե ինչ-որ profound-ից տնային առնվազն էլի, համար ոնց որ այդ շանսը կարաք հետո օգտագործեք, տնայինի պարտքերը հետ բերեք, եթե ունեք։ Ու հետո այս ֆայլերից հետո լավ եկեք սա էլ ասեմ ժողովուրդ։ Կամ մի հատ է միջին մակարդակ profound-ի։ Ինձ թվում է ոնց որ արդեն բավականին շատ profound ենք արել, բայց եթե ձեզ օգտակար է ու դուր է գալիս, ոնց որ կա նաև մի հատ էլ ստեղ միջին մակարդակի մեջ ավելի բարդ ֆունկցիաներ բաժին, որի այս սկզբի բաները հենց այս մեր մենակ դիրքային, մենակ keyword, այս args, kvarks, այդտենց բաների մասին են։ Ես սա տնային չեմ հանձնարարում սենց ասած, բայց եթե ուզեք անեք ու ժամանակ գտնեք, մենակ օգուտ է դրանից էլի իհարկե։ Համել հեսա թարգելու ենք profound-ը, հետո կարոտելու եք։ Հիմա ինչքան կարաք վայելեք։